Նա միայնակ մտավ մի երեկույթ, որտեղ բոլորը կարծես ինչ-որ մեկին ունեին, բացի իրենից։ Կեղծ ժպիտների դատող հայացքների մեջ նրան վերաբերվեցին այնպես, կարծես նա այդ աշխարհին չէր պատկանում։ Բայց երբ մի անծանոթ հայտնվում է ոչ մի տեղից ծածնում, թե իր զույգն է, ամեն ինչ փոխվում է։ Նա քիչ բան գիտեր, որ այդ անմեղ սուտը միայն շատ ավելի մեծ բանի սկիզբն էր։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Հայաստանը հյուրանոցի սրահը Դիլիջանում փայլում էր բյուրեղապակյա ջահերի տակ, կարծես շքեղ ամսագրից դուրս եկած տեսարան լիներ։ Ապակյա դռները տանում էին դեպի մի պարտեզ, որտեղ ոսկե լույսերը խառնվում էին մասնավոր լողափին ալիքների կոտրվելու մեղմ ձայնին։ Դա տոնակատարության երեկո էր, այնպիսին, որ հիշողության մեջ է մնում ոչ միայն կատարյալ լուսանկարներով, այլ այն ամենով, ինչ տեղի է ունենում արտաքին տեսքի կուլիսներում։ Մարիամ Ալթունյանը այդ ժամվա ընթացքում երրորդ անգամ ուղղեց իր մուգ կապույտ զգեստը։ Մետաքսը նրբագեղորեն սահում էր նրա նրբակազմ մարմնով, ընդգծված տարիների մարզասրահի կարգապահությամբ գրեթե մոլուցքային ռեժիմով։ 34 տարեկանում նա այն ամենն էր, ինչ խոստացել էր իրեն լինել դեռահաս տարիքում, Սյունիքի մարզի գյուղական վայրերում երազող աղջիկ լինելով։ Ավարտել էր ԵՓՀ իրավաբանական ֆակուլտետը, Երանում հարգված փաստաբանական գրասենյակի գործընկեր էր, Կասկադի վերից տեսարանով բնակարանի սեփականատեր բանկային հաշվի տիրուհի, որը թույլ էր տալիս նրան ճանապարհորդել աշխարհով մեկ, երբ ցանկանար։ Մարիամը ժամանակակից կանացի հաջողության մարմնացումն էր։ Բայց այդ երեկո, զույգերով լի այդ սրահի կեղծ ժպիտների առաջ, նա իրեն օտար էր զգում։ Հարսանիքը Ջուլիայի էր, իր լավագույն ընկերուհու, դեռս համալսարանական տարիներից։ Ջուլիան, ով միշտ ավելի անհոգ էր եղել, ավելի թեթ, ավելի պատրաստ իր սիրտը վտանգելուն։ Ջուլիան, ով հիմա քայլում էր սրահի կենտրոնական միջանցքով, ֆրանսիական ժանյակե զգեստով այնքան շողշողուն ժպիտով, որ կարծես լուսավորում էր այդ տարածքի յուրաքանչյուր անկյունը։ Նրա կողքին Պետրոսը Փեսան նայում էր իր ընտրած կնոջը նվիրումով, որը նույնիսկ ամենաթերահավատներին ստիպում էր հավատալ հավերժական սիրուն։ Մարիամը սրտի կսկիծ զգաց։ Դա նախանձ չէր, նա կրկնում էր իրեն։ Դա պարզապես հոգնածություն էր։ Հոգնածություն միշտ լինելու հաջողակ միայնակը ընտանեկան հավաքույթներում։ Նա, ով ուներ մասնագիտական նվաճումներ, բայց տուն էր վերադառնում միայնակ։ Նա, ում հիանում էին, բայց երբեք չէին ընտրում։ Արարողությունը անցավ սպասվող նրբագեղությամբ։ Երթումներ փոխանակվեցին, մատանիները փայլեցին լույսերի տակ, ծափահարություններ հնչեցին, երբ զույգը համբուրվեց։ Մարիամը ծափահարեց բոլորի հետ միասին, բայց նրա ժպիտը պաշտոնական էր։ Նա գիտեր, թե ինչ էր լինելու հաջորդը։ Ընդունելություն։ Կլոր սեղաններ։ Անխուսափելի զրույցներ։ Եվ շուտով դրանք սկսվեցին։ Նստած սեղանի շուրջ այլ հյուրերի հետ, որոնց մեծ մասը երկար տարիների զույգեր էին, Մարիամը փորձում էր քաղաքավարի մասնակցել զրույցներին։ Բայց անհնար էր անտեսել կողքից հայացքները, մեղմ շշուկները, քաղաքավարության քողի տակ տրված հարցերը։ Առաջին հարվածը տվեց Սիլվան։ 40-ն անց մի կին, անշարժ գույքի գործարարի կին, հայտնի իր սուր լեզվով ժպիտով թունավոր մեկնաբանություններ անելու ունակությամբ։ Իսկ Մարիամ սիրելիս, դեռ հատուկ մեկին չես գտել, հարցրեց Սիլվան, թեթակի առաջ թեքվելով սեղանին, կարծես գաղտնիք էր կիսում։ Մարիամը գեղձ ժպիտ ստիպեց իրեն։ Ես այս պահին կենտրոնացած եմ կարիերայիս վրա։ Ահ, այո, կարիերա, Սիլվան ծիծաղեց, մի բյուրեղյա ձայն, որը կեղծ հնչեց նույնիսկ ամենաքիչ ուշադիրների համար։ Բայց չես կարծում, որ ժամանակն է մտածել այլ առաջնահերթությունների մասին։ Ասելս էն է, կենսաբանական ժամացույցը չի սպասում, չէ՞։ Մեկնաբանությունը ապտակի պես էր։ Մարիամը զգաց, որ դեմքը տաքանում է, բայց պահպանեց իր հանգստությունը։ Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, Սիլվա։ Իհարկե, իհարկե։ Բայց տեսեք, ձեզ նման մի կին, այդքան գեղեցիկ, այդքան խելացի, այդպես միայնակ։ Մտածել ես տալիս, թե արդյոք չափազանց պահանջկոտ չեք, գիտեք, Սիլվան մի կում շամպայն խմեց, աչքերը հառած Մարիամին, կարծես գիշատիչը հետում էր իր զոհին։ Կամ միգուցե դուք նախընտրում եք այլ տարբերակներ։ Սեղանի շուրջ լռությունը անհարմար էր։ Մարիամը զգաց, որ բոլորի ուշադրությունը իր վրա է, սպասելով իր արձագանքին։ Նա ցանկանում էր վեր կենալ, հեռանալ այնտեղից, բայց նրա ոտքերը կարծես գամված էին հատակին։
Սեղանի շուրջ գտնվող այլ կանայք սկսեցին ծիծաղել, մեղմ համաձայնության ծիծաղ, կարծես բոլորը համաձայն էին Սիլվայի ակնարկին։ Մարիամը խորը շունչ քաշեց, ուժ հավաքելով պատասխանելու համար, բայց նախքան նա կհասցներ որևէ բան ասել, մի տղամարդու ձայն կտրեց օդը։ Կներեք ուշացման համար, սերս։ Երթևեկությունը անհնար էր։ Մարիամը շփոթված շրջվեց։ Բարձրահասակ, մուգ մազերով թափանցող աչքերով մի տղամարդ մոտենում էր սեղանին, վստահ ժպիտով։ Նա կրում էր անթերի կոստյում, որը կատարյալ կերպով համապատասխանում էր նրա մարզական մարմնին, այնպիսի ներկայություն ուներ, որ շրջապատի մարդիկ ավտոմատ կերպով ճանապարհ էին բացում։ Նախքան Մարիամը կհասցներ հասկանալ, թե ինչ էր կատարվում, տղամարդը մի ձեռքը դրեց նրա ուսին թեքվեց, համբուրելու նրա դեմքը, բայց վերջին վայրկյանին շեղվեց դեպի նրա շուրթերը։ Համբույրը արագ էր, բայց ամուր, լի այնպիսի մտերմությամբ, որը նրանց մեջ գոյություն չուներ։ Երբ նա հեռացավ, Մարիամը ապշած էր։ Տղամարդը ժպտաց նրան, ապա շրջվեց դեպի սեղանի մյուս մարդիկ, ձեռքը մեկնելով։ Ռուբեն Մանուկյան։ Ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։ Սիլվան բաց բերան մնաց։ Մյուս կանայք զարմացած հայացքներ փոխանակեցին։ Սեղանի տղամարդիկ ողջունեցին Ռուբենին հարգանքի հետաքրքրության խառնուրդով։ Դուք Մարիամի ընկերն եք, հարցրեց կանանցից մեկը, դեռ անհավատալիորեն։ Ռուբենը ժպտաց, մի ժպիտ, որը կհալեցներ ցանկացածի սիրտը։ Արդեն մի քանի ամիս է։ Կներեք, որ ավելի շուտ չեկա, բայց աշխատանքը շատ է կապում ինձ։ Ես ճարտարապետ եմ, կարոր նախագիծ էի ավարտում Գյումրիում։ Մարիամը շոկի մեջ էր։ Նա նայում էր Ռուբենին, փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվում, բայց նա պահպանում էր իր հանգստությունը, զրուցելով մյուս հյուրերի հետ, կարծես նրանց իսկապես վաղուց էր ճանաչում։ Սիլվան, ակնհայտորեն անհանգստացած շրջադարձից, փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Ահ, որքան հետաքրքիր է։ Իսկ դուք ինչպես եք ծանոթացել։ Ռուբենը նայեց Մարիամին, նրա աչքերը փայլում էին անսպասելի համաձայնությամբ։ Դա աշխատանքային միջոցառման ժամանակ էր, չէ՞ սիրելիս։ Ես ներկայացնում էի կայուն քաղաքաշինության նախագիծ, իսկ նա այնտեղ էր որպես իրավական խորհրդատու։ Մենք փոխանակեցինք քարտեր, իսկ մնացածը պատմություն է։ Մարիամը այնքան զարմացած էր, որ միայն կարողացավ գլխով անել։ Ռուբենը մեղմորեն սեղմեց նրա ուսը, կարծես դա աշխարհի ամենաբնական ժեստն էր։ Սեղանի շուրջ զրույցի տոնը ամբողջովին փոխվեց։ Կանայք նախկինում չարամիտ, հիմա հարցեր էին տալիս հարաբերությունների մասին, գովաբանում էին զույգին, մեկնաբանում, թե որքան հաջողակ էր Մարիամը։ Սիլվան, մասնավորապես, կարծես կիտրոն էր կուլ տվել։ Նա կեղծ քաղաքավարի ժպիտներ ստիպեց իրեն, բայց պարզ էր, որ Մարիամին նվաստացնելու նրա փորձը ողբերգականորեն ձախողվել էր։ Մի քանի րոպե մակերեսային զրույցից հետո Ռուբենը շրջվեց դեպի Մարիամը։ Սերս, շրջենք։ Կարծում եմ, մի փոքր մաքուր օդի կարիք ունեմ։ Մարիամը արագ վեր կացավ, շնորհակալ լինելով այդ սեղանից փախչելու հնարավորության համար։ Նրանք միասին քայլեցին սրահով, միայն այն ժամանակ, երբ հասան պարտեզ, հետաքրքրասեր հայացքներից հեռու, Մարիամը վերջապես գտավ իր ձայնը։ Ինչ արեցիր հենց նոր, հարցրեց նա, շրջվելով դեպի նրան։ Ռուբենը ուսերը թափահարեց, ձեռքերը գրպաններում, լիովին հանգիստ թվալով։ Փրկեցի քեզ անհարմար իրավիճակից։ Խնդրեմ։ Բայց դու ո՞վ ես։ Ինչու արեցիր դա։ Նա ժպտաց, մի ժպիտ, որը միաժամանակ հմայիչ էր սադրիչ։ Ռուբեն Մանուկյան։ Ճարտարապետ, ինչպես ասացի։ Պետրոսի ընկերը, Փեսայի։ Կողքի սեղանին էի լսեցի, թե ինչպես էին այդ կանայք խոսում քո մասին։ Կարծեցի, որ դու ավելի լավին ես արժանի, քան դա։ Մարիամը ձեռքերը ծալեց, դեռ փորձելով ամեն ինչ մարսել։ Դու ինձ չես ճանաչում։ Ինչու պետք է հոգ տանեիր։ Ռուբենը նայեց նրան, նրա մուգ աչքերը հառած նրա աչքերին։ Միգուցե այն պատճառով, որ գիտեմ, թե ինչ է նշանակում դատվել ընտրությունների համար, որոնք ոչ ոքի պարտականություն չունեն։ Կամ միգուցե այն պատճառով, որ այդ կանանց անտանելի համարեցի ցանկացա տեսնել նրանց դեմքերը, երբ հասկանային, որ սխալվել էին։ Մարիամը չգիտեր, պետք է շնորհակալություն հայտներ, թե զայրացեր։ Դու պարտավոր չէիր ինձ համբուրել։ Դա կատարման մասն էր, Ռուբենը նորից ժպտաց, բայց այս անգամ նրա արտահայտության մեջ ավելի մեղմ բան կար։ Եվ խոստովանում եմ, որ դա հենց զոհաբերություն չէր։ Նա զգաց, որ դեմքը տաքանում է։
Այդ տղամարդու մեջ ինչ-որ բան կար, որը նրան զինաթափում էր։ Բնական վստահություն, հեշտություն իրավիճակները կառավարելու հարցում, ինչը նա իր մասնագիտական կյանքում այդքան վերահսկվող, նախանձում էր։ Իսկ հիմա հարցրեց Մարիամը. բոլորը կմտածեն, որ մենք ընկերներ ենք։ Ռուբենը մի պահ մտածեց. դե, հարսանիքը տում է ամբողջ ուիկենդը, չէ՞։ Պետրոսն ասաց, որ վաղը մյուս օրը նույնպես միջոցառումներ կան։ Ինչպես կլինի, եթե շարունակենք կեղծիքը։ Առնվազն մինչ տոնակատարությունների ավարտը։ Այսպես դու կազատվես այդ հարպյաներից, իսկ ես մի փոքր կզվարճանամ։ Մարիամը վարանեց։ Գաղափարը անհեթեթ էր։ Բայց միաժամանակ դրա մեջ ինչ-որ գայթակղիչ բան կար։ Հնարավորություն մեկ անգամ չլինելու խեղճ միայնակը։ Հնարավորություն կողքին ինչ-որ մեկին ունենալու, նույնիսկ եթե դա պարզապես բեմադրություն էր։ Լավ, ասաց նա վերջապես։ Բայց մենք կանոններ ունենք։ Իհարկե, Ռուբենը ձեռքերը ծալեց, սպասելով։ Ոչ մի իրական մտերմություն։ Դա պարզապես կեղծիք է, այդ մարդկանց խաբելու համար։ Համաձայնեցված է։ Եվ երբ ուիկենդը ավարտվի, յուրաքանչյուրը կվերադառնա իր կյանքին։ Խնդիր չկա, Ռուբենը ձեռքը մեկնեց։ Գործը փակված է։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը, զգալով սեղմման ամրությունը։ Գործը փակված է։ Նրանք միասին վերադարձան սրահ, ցանկացած կողմնակի դիտորդի համար նրանք կատարելապես սիրահարված զույգ էին թվում։ Ռուբենը ձեռքը պահում էր Մարիամի իրանին, մինչ նրանք շրջում էին տարածքում, ողջունելով այլ հյուրերի։ Նա բնականաբար շփվող էր, կատակներ էր անում, պատմություններ պատմում, միշտ Մարիամին ներառում էր զրույցներում այնպես, որ նա իրեն հատուկ էր զգում։ Ջուլիան, հարսնացուն, ի վերջո գտավ նրանց։ Նա զարմանքով նայեց Ռուբենին, ապա Մարիամին, մեծ ժպիտով։ Մարի, դու ինչ-որ մեկին բերել ես ու ինձ չես ասել։ Մարիամը մեղավոր զգաց իրեն, ստելով լավագույն ընկերուհուն, բայց նախքան նա կհասցներ պատասխանել, Ռուբենը միջամտեց. դա իմ անակնկալն էր։ Ես ուզում էի ծանոթանալ հայտնի Ջուլիային, ում մասին Մարիամը այդքան է խոսում։ Ջուլիան գրկեց Մարիամին, չշնջալով նրա ականջին։ Նա գեղեցիկ է։ Ամեն ինչ կպատմես հետո։ Մարիամը պարզապես ժպտաց, բայց ներսում նրա սիրտը արագանում էր։ Նա չգիտեր դա ստի Ռուբենի մոտ լինելու, թե այն տարօրինակ զգացողության պատճառով էր, որ այդ կեղծիքի մեջ ինչ-որ բան սկսում էր շատ իրական թվալ։ Երեկոն առաջացավ։ Ընթրիք եղավ, պարեր, հուզիչ ելույթներ։ Ռուբենը Մարիամի կողքին մնաց անընդհատ, որքան շատ էր նա ժամանակ անցկացնում նրա հետ, այնքան ավելի էր հետաքրքրվում։ Նա ոչ միայն գեղեցիկ էր հմայիչ։ Նրա մեկնաբանությունների հետում կար սուր խելք, զգայունություն, երբ խոսում էր իր աշխատանքի մասին, անկեղծ քաղաքավարություն փոքրիկ ժեստերում, ինչպես օրինակ աթոռը քաշելը, որ նա նստի, կամ իր բաճկոնը առաջարկելը, երբ նա ցրտահարված էր թվում։ Երբ երեկույթը վերջապես ավարտվեց, արդեն կեսգիշերն անց էր։ Հյուրերը սկսեցին ցրվել, ոմանք գնում էին իրենց հյուրանոցային սենյակներ, ոմանք իրենց տներ։ Մարիամը Ռուբենը միասին քայլեցին մինչ վերելակը, նրանց միջ լռությունը անհարմար չէր։ Ո՞րն է ձեր սենյակի համարը, հարցրեց Ռուբենը։ 312։ Ես 320-րդում եմ, նա ժպտաց։ Հարաններ։ Վերելակը հասավ երրորդ հարկ, նրանք միասին դուրս եկան, քայլելով լուռ միջանցքով։ Երբ հասան Մարիամի սենյակի դռանը, նա շրջվեց դեպի նրան։ Շնորհակալություն։ Այսօր երեկոյան ամեն ինչի համար։ Ռուբենը ժպտաց, բայց այս անգամ նրա աչքերում այլ բան կար։ Ավելի խորը բան։ Հաճույք էր, Մարիամ։ Իրոք։ Նա կանգնած մնաց այնտեղ, սենյակի բանալին ձեռքին, չգիտեր ինչ ասել։ Նրա մի մասը ցանկանում էր նրան ներս հրավիրել, բայց ռացիոնալ մասը, այն մասը, որը միշտ նրան վերահսկողության տակ էր պահել, բղավում էր դա չանել։ Կհանդիպենք վաղը, հարցրեց Ռուբենը։ Վաղը, հաստատեց նա։ Նա թեքվեց համբուրեց նրա ճակատը, զարմանալիորեն քնքուշ ժեստ։ Բարի գիշեր, Մարիամ։ Բարի գիշեր, Ռուբեն։ Նա մտավ սենյակ, փակեց դուռը, մի պահ հենվելով դրան։ Նրա սիրտը ուժեղ բաբախում էր, նա չէր կարողանում դադարել ժպտալ։ Դա խելագարություն էր։ Ամբողջական սուտ։
Բայց այդ երեկոյի մեջ ինչ-որ բան կար, ինչ-որ բան այն բանի մեջ, թե ինչպես էր Ռուբենը նայում նրան, այն հեշտության մեջ, որով նրանք զրուցում էին, որը ստիպում էր նրան մտածել, որ միգուցե, պարզապես միգուցե, այդ կեղծիքը կարող էր վերածվել ավելի մեծ բանի։ Միջանցքի մյուս կողմում Ռուբենը մտավ իր սենյակ, բայց չկարողացավ քնել։ Նա պառկած մնաց մահճակալին, նայելով առաստաղին, մտածելով այն կնոջ մասին, ում հանդիպել էր այդ երեկո։ Մարիամը տարբեր էր։ Ուժեղ, խելացի, միաժամանակ խոցելի այնպես, որ խորը բան էր շոշափում իր ներսում։ Ռուբենը միշտ եղել էր այն տեսակի տղամարդը, ով խուսափում էր պարտավորություններից, ով նախընտրում էր ազատությունը կայունությունից։ Բայց նրա մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր նրան կասկածի տակ դնել այդ ամենը։ Մինչ գիշերը առաջանում էր, երկուսն էլ արթուն մնացին, յուրաքանչյուրն իր սենյակում, մտածելով մյուսի մասին, չիմանալով, որ այդ թվացյալ պարզ համաձայնությունը պատրաստվում էր փոխել նրանց կյանքը այնպես, որ նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Հաջորդ առավոտ Մարիամը շուտ արթնացավ։ Արն արդեն մտնում էր սենյակի պատուհանից, լուսավորելով շքեղ տարածքը։ Նա վերցրեց հեռախոսը, տեսավ Ջուլիայի հաղորդագրությունը, հարցնելով արդյոք ուզում է միասին նախաճաշել։ Մարիամը պատասխանեց, որ այո, բայց երբ պատրաստվում էր դուրս գալ սենյակից, դռան թակոց լսեց։ Բացելով, տեսավ Ռուբենին, կանգնած այնտեղ, ձեռքին երկու բաժակ սուրճ թղթե տոպրակ։ «Բարի լույս», ասաց նա, ժպտալով։ «Կարծեցի, որ կարող ես սուրճ ցանկանալ նախքան օրը սկսելը»։ Մարիամը զարմացավ։ «Ինչպես գիտեիր, որ սուրճ եմ սիրում»։ Հաջողակ գուշակություն, նա մտավ սենյակ, բաժակները դնելով պատուհանի կողքի սեղանին։ Եվ նա պանիրով բուլկիներ։ Որովհետև մենք Հայաստանում ենք, պանիրով բուլկիները երբեք շատ չեն լինում։ Նա չկարողացավ չժպտալ։ Դու դա շատ լուրջ ես ընդունում։ Ռուբենը ուսերը թափահարեց։ Եթե ծածնում ենք, թող համոզիչ լինի։ Նրանք միասին նախաճաշեցին, խոսելով մանրուքների մասին։ Մարիամը իմացավ, որ Ռուբենը մեծացել է Գյումրիում, ուսուցչուհու ինժեների որդի, որ նա ճարտարապետություն էր սիրում մանկուց, հին տետրերում երակայական տներ նկարելով, որ նա սովորել էր արտերկրում, բայց վերադարձել էր Հայաստան, քանի որ զգում էր, որ այստեղ է իր տեղը։ Ռուբենը իր հերթին լսեց Մարիամին խոսելով Սյունիքի մարզում իր մանկության մասին, ընտանիքի առաջինը լինելու ճնշման մասին, ով համալսարան էր ընդունվել, այն զոհաբերությունների մասին, որոնք նա կատարել էր հասնելու այնտեղ, որտեղ հիմա էր։ Նա հասկացավ, որ այդ ուժեղ հաջողակ կնոջ հետում կար մեկը, ով կրում էր անհնարին սպասումների բեռը։ Երբ նրանք ավարտեցին նախաճաշը, Մարիամը նայեց նրան։ «Ինչու ես դա անում»։ «Իրոք»։ Ռուբենը մի պահ լռեց, կարծես ճիշտ բառերն էր փնտրում։ «Որովհետև կարծում եմ, որ դու արժանի ես տեսնվելու այնպիսին, ինչպիսին իրականում ես։ Ոչ թե այնպես, ինչպես այդ կանայք են ուզում քեզ տեսնել։ Եվ որովհետև սիրում եմ քո ընկերակցությունը»։ Մարիամը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան է շարժվում։ Ինչ-որ բան, որը նա վաղուց չէր զգացել։ Հույս։ Օրվա մնացած մասը լի էր գործունեությամբ։ Հյուրերի համար լողափում ճաշ էր, որին հաջորդում էին խաղեր, ընկերական մրցույթներ։ Ռուբենը, Մարիամը ամեն ինչին մասնակցեցին միասին, ամեն պահի կեղծիքն ավելի իրական էր թվում։ Նրանք միասին ծիծաղում էին, կողք կողքի մրցում էին, երբ Ռուբենը նրան գրկեց ավազի վրա խաղի ժամանակ, Մարիամը զգաց, որ իր սիրտը արագանում է։ Երեկոյան ավելի մտերմիկ ընթրիք կար մոտ հյուրերի համար։ Նստած սեղանի շուրջ Ջուլիայի, Պետրոսի այլ ընկերների հետ, Մարիամը իրեն անկեղծորեն երջանիկ էր զգում։ Ռուբենը պատմում էր իր նախագծերի մասին զվարճալի պատմություններ, բոլորը ծիծաղում էին, հիացած նրա գրավիչ անձնավորությամբ։ Բայց ավելի լուրջ զրույցի ժամանակ Մարիամը իսկապես սկսեց հասկանալ, թե ով էր Ռուբենը։ Նա խոսեց մի նախագծի մասին, որը նա արել էր կարիքավոր համայնքում, կայուն նյութերով դպրոց կառուցելով։ Նա խոսեց գրքով, աչքերում փայլով, որը ցույց էր տալիս, որ դա նրա համար պարզապես աշխատանք չէր։ Դա նպատակ էր։ Երբ երեկոն ավարտվեց, նրանք վերադարձան սենյակներ, Մարիամը Ռուբենին ներս հրավիրեց։ Նրանք նստեցին բազմոցին, դեռ զրուցելով, ինչ-որ պահի զրույցը խորացավ։ «Ինչու դու երբեք չես ամուսնացել», հարցրեց Մարիամը, իմանալով, որ գիծ էր անցնում։ Ռուբենը երկար լռեց։ «Որովհետև միշտ վախեցել եմ, որ բավարար չեմ լինի։ Մայրս ինձ եղբորս միայնակ է մեծացրել այն բանից հետո, երբ հայրս մեզ լքեց։
Ես տեսա, թե որքան էր նա տառապում, ես ինձ խոստացավ, որ երբեք դա չեմ անի ոչ մեկի հետ։ Բայց ես հայտնվեցի մյուս ծայրահեղության մեջ։ Երբեք թույլ չտալով ինձ իսկապես կապվել։ Մարիամը դիպավ նրա ձեռքին։ Դու քո հայրը չես։ Ռուբենը նայեց նրան, այդ պահին ինչ-որ բան փոխվեց։ Հեռավորությունը, որը նրանք պահպանում էին, այն գիծը, որը բաժանում էր կեղծիքը իրականությունից, անհետացավ։ Նա թեքվեց համբուրեց նրան, բայց այս անգամ դա հանդիսատեսի համար չէր։ Դա իրական էր խոցելի, լի այնպիսի զգացմունքով, որին նրանցից ոչ ոք պատրաստ չէր զգալ։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ գիտեին, որ անցել էին մի սահման, որից այլս չէին կարող վերադառնալ։ Ասա ինձ, ինչ կարծիք ունես այս պատմության մասին, ինչպես ես կարծում, որ այն կավարտվի։ Հաջորդ առավոտը եկավ ավազին մեղմորեն հարվածող ալիքների ձայնով։ Մարիամը արթնացավ սենյակը լուսավորող արի լույսից, կարճ պահով, մինչ լիակատար գիտակցությունը կվերադառնար, նա թույլ տվեց իրեն զգալ միայն խաղաղություն։ Բայց հետո, նախորդ գիշերվա հիշողությունները եկան ալիքի պես։ Համբույրը, զրույցը, խոցելիությունը, որը նա հազվադեպ էր թույլ տալիս իրեն ցույց տալ։ Նա վեր կացավ գնաց պատշգամբ, դիտելով ծովը։ Հայաստանը հյուրանոցը ուներ այն արտոնյալ տեսարանը, որը կարծես երազից դուրս էր եկել, բայց Մարիամը հազիվ էր կարողանում գնահատել իր արջի գեղեցկությունը։ Նրա միտքը այլ տեղ էր, կապված այն պահին, երբ իր շուրթերը դիպան Ռուբենի շուրթերին, ամեն ինչ փոխվեց։ Հեռախոսը թրթռաց մահճակալի կողքի սեղանին։ Դա Ջուլիայի հաղորդագրությունն էր։ Մարի, պետք է խոսեմ քեզ հետ։ Նախաճաշ 15 րոպեից։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Ջուլիան իր լավագույն ընկերուհին էր համալսարանից, այն մարդը, ով իրեն ավելի լավ էր ճանաչում, քան ցանկացած ուրիշը։ Անհնար կլիներ նրանից որևէ բան թաքցնել։ Եվ Մարիամի մի մասը ցանկանում էր ամեն ինչ խոստովանել, բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ փորձում էր հասկանալ, թե ինչ էր կատարվում իր հետ, վարանում էր։ Նա արագ լոգանք ընդունեց, հագավ սպիտակ կտավից թեթ զգեստ իջավ հյուրանոցի ռեստորան։ Ջուլիան արդեն այնտեղ էր, նստած պատուհանի մոտի սեղանին, դեռ շողշողուն, նույնիսկ նախորդ օրվա ամբողջ եռուզեռից հետո։ Մարի, Ջուլիան ձեռքով արեց, ժպտալով։ Մարիամը մոտեցավ, երկուսը գրկախառնվեցին։ Դու գեղեցիկ ես, Ջուլիա։ Հարսանիքը կատարյալ էր։ Այո, չէ, Ջուլիան բռնեց ընկերուհու ձեռքերը, աչքերը փայլում էին։ Բայց ես քեզ այստեղ չեմ կանչել իմ մասին խոսելու համար։ Ուզում եմ իմանալ ամեն ինչ քո Ռուբենի մասին։ Մարիամը սրտի կսկիծ զգաց։ Ինչ ես ուզում իմանալ։ Ամեն ինչ։ Ինչպես եք իրականում ծանոթացել։ Որքան ժամանակ է, ինչ միասին եք։ Ինչու ինձ երբեք չես պատմել, Ջուլիան անհամբեր էր, կարծես երեխա էր սպասում պատմության։ Մարիամը վարանեց։ Սուտը լեզվի ծայրին էր, բայց նայելով ընկերուհու սպասող դեմքին, նա կսկիծ զգաց կրծքավանդակում։ Ջուլիա, պետք է քեզ մի բան ասեմ։ Ինչ, Ջուլիան առաջ թեքվեց։ Բայց նախքան Մարիամը կկարողանար շարունակել, մի տղամարդու ձայն ընդհատեց։ Բարի լույս, գեղեցկուհիներ։ Ռուբենն այնտեղ էր, անթերի սպիտակ վերնաշապիկով բեժ կտավից տաբատով, ձեռքին սուրճի բաժակ ժպտում էր, կարծես արթնանալն ու իր մասին խոսող երկու կնոջ գտնելը աշխարհի ամենաբնական բանն էր։ Ռուբեն, Ջուլիան վեր կացավ գրկեց նրան։ Ես հենց հիմա մանրամասներ էի կորզում Մարիից ձեր երկուսի մասին։ Ռուբենը նայեց Մարիամին, այդ հայացքում լուռ համաձայնություն կար։ Մանրամասներ։ Նա աթոռ քաշեց նստեց։ Մարիամի կողքին, ձեռքը դնելով նրա ձեռքին սեղանին։ Դե, ես կարող եմ օգնել դրա հետ։ Ինչ ես ուզում իմանալ։ Ջուլիան ժպտաց, ակնհայտորեն գոհ։ Ինչպես եք ծանոթացել։ Ռուբենը պատմեց նույն պատմությունը, որը նա հորինել էր նախորդ գիշեր, բայց այս անգամ ավելի շատ մանրամասներ ավելացրեց։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես Մարիամը տպավորել էր իրեն իր խելքով ներկայացման ժամանակ, թե ինչպես նա ստիպված էր քաջություն հավաքել, մոտենալու նրան, թե ինչպես էր առաջին հանդիպումը աղետալի, քանի որ նա գինի էր թափել նրա վերնաշապիկի վրա։ Մարիամը լսում էր, զարմացած այն հեշտությունից, որով նա այդքան համոզիչ պատմություն էր ստեղծում։ Բայց այն, ինչ ամենաշատն էր զարմացնում նրան, այն էր, որ չնայած դա սուտ էր, կար ճշմարտություն այն զգացմունքներում, որոնք նա ցույց էր տալիս։ Այն ձ, թե ինչպես էր նա նայում նրան, նրա ձեռքի մեղմ հպումը, նրա ձայնի քնքշությունը։ Դա չափազանց իրական էր, որպեսզի պարզապես դերասանություն լիներ։
Դուք այնքան գեղեցիկ եք միասին, հառաչեց Ջուլիան։ Ես այնքան ուրախ եմ քեզ համար, Մարի։ Դու արժանի ես դրան։ Մարիամը գեղձ ժպիտ ստիպեց իրեն։ Շնորհակալություն, Ջուլիա։ Նախաճաշից հետո Ջուլիան ստիպված եղավ բացակայել լուծելու այդ երեկոյի միջոցառման լողափում խորովածի վերջին մանրամասները։ Մարիամը Ռուբենը մնացին միայնակ, քայլելով ավազի վրայով։ Դու լավ ես դրանում, ասաց Մարիամը, նայելով ծովին։ Ինչու՞մ։ Պատմություններ ստեղծելու մեջ։ Մարդկանց ստիպելու հավատալ։ Ռուբենը դադարեց քայլել, շրջվեց դեպի նրան։ Դա այնքան էլ դժվար չէ, երբ ճշմարտության մի մասը կա։ Մարիամը նայեց նրան։ Ինչ ես ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ ամեն ինչ չեմ ծածնում, Մարիամ, նա մի քայլ արեց դեպի նրան, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Երեկ գիշեր, երբ համբուրեցի քեզ, դա հանդիսատեսի համար չէր։ Դա այն էր, որ ես ցանկացա։ Մարիամի սիրտը արագացավ։ Ռուբեն։ Ես գիտեմ, որ սա սկսվեց որպես կեղծիք, նա շարունակեց, ձայնը մեղմ լարված։ Բայց չեմ կարող շարունակել ծածնել, որ դա միայն դա է։ Դու զարմանալի ես։ Ուժեղ, խելացի, գեղեցիկ։ Եվ յուրաքանչյուր րոպե, որ անցկացնում եմ քեզ հետ, ստիպում է ինձ ավելին ցանկանալ։ Մարիամը չգիտեր, ինչ ասել։ Ամբողջ կյանքում նա պաշտպանել էր իրեն։ Պատեր էր կառուցել սրտի շուրջ չվնասվելու համար։ Եվ հիմա, այնտեղ մի տղամարդ էր, ով քանդում էր այդ պատերը սարսափելի հեշտությամբ։ Ես վախենում եմ, նա խոստովանեց, ձայնը գրեթե շշուկ։ Ես էլ, ասաց Ռուբենը, բռնելով նրա ձեռքերը։ Բայց միգուցե ժամանակն է, որ մենք ռիսկի դիմենք։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, լողափում, ալիքների ձայնը հետին պլանում, Մարիամը զգաց, որ անդունդի եզրին է։ Նա կարող էր հետ քաշվել, վերադառնալ իր վերահսկվող կանխատեսելի կյանքի անվտանգությանը։ Կամ կարող էր ցատկել, ռիսկի դիմել, տեսնել, թե դա ուր կտանի նրանց։ Նա ընտրեց ցատկել։ Լավ, ասաց նա, աչքերը հառած նրա աչքերին։ Փորձենք։ Բայց դանդաղ։ Ռուբենը ժպտաց, մի ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ Դանդաղ։ Համաձայնեցված է։ Օրվա մնացած մասը անցավ զգացմունքների մշուշի մեջ։ Նրանք քայլեցին լողափով, խոսեցին ամեն ինչի ոչ մի բանի մասին, ծիծաղեցին անմիտ կատակների վրա։ Ռուբենը նրան պատմեց իր կրքի մասին, ճարտարապետության հանդեպ, այն նախագծերի մասին, որոնք նա երազում էր իրականացնել, այն վայրերի մասին, որոնք նա ուզում էր տեսնել։ Մարիամը խոսեց իր ամենադժվար գործերի մասին գրասենյակում, արդար գործը պաշտպանելու հաճույքի մասին, այն վախի մասին, որը նա երբեմն զգում էր բավարար լավ չլինելու համար։ Որքան շատ էին խոսում, այնքան ավելի էր Մարիամը հասկանում, որ հազվագյուտ բան է գտել։ Մեկին, ով իրեն իրականում էր տեսնում, ով չէր վախենում իր ուժից, բայց նա չէր անտեսում իր խոցելիությունները։ Ռուբենը պարադոքս էր։ Վստահ անապահով, հմայիչ անկեղծ, կատակասեր խորը։ Երեկոյան, լողափում խորովածի ժամանակ, նրանք պարեցին աստղերի տակ։ Երաժշտությունը մեղմ էր, ռոմանտիկ, Ռուբենը նրան մոտ էր պահում, նրանց մարմինները շարժվում էին համաժամանակյա։ Մարիամը գլուխը դրեց նրա ուսին, փակելով աչքերը, թույլ տալով իրեն պարզապես զգալ։ Սա երազի պես է թվում, նա մրմնջաց։ Ռուբենը համբուրեց նրա գլխի վերը։ Ինձ համար էլ։ Բայց երազները, Մարիամը գիտեր, ի վերջո ավարտվում են։ Եվ քանի որ հարսանիքի օրերը մոտենում էին ավարտին, նա սկսեց մտածել, թե ինչ կլինի, երբ նրանք վերադառնան իրենց իրական կյանքին։ Ռուբենն ապրում էր Գյումրիում։ Նա, Երանում։ Նրանց առօրյան ամբողջովին տարբեր էր։ Եվ կար նա այն հարցը, որ ամեն ինչ սկսվել էր որպես սուտ։ Տոնակատարությունների վերջին օրը, հյուրանոցի պարտեզում հրաժեշտի ճաշ էր կազմակերպվել։ Բոլոր հյուրերը ներկա էին, մթնոլորտը կարոտախտի տոնակատարության էր։ Ջուլիան Պետրոսը շրջում էին սեղանների շուրջ, շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրի ներկայության համար։ Հենց այդ ճաշի ժամանակ Սիլվան, այն կինը, ով Մարիամին հրահրել էր առաջին օրը, նորից մոտեցավ։ Նա դեռ ուներ այդ կեղծ ժպիտը, բայց հիմա նրա մոտեցման մեջ ավելի զգույշ բան կար։ Մարիամ, սիրելիս, որքան լավ է քեզ այդքան երջանիկ տեսնել, ասաց Սիլվան, նայելով Մարիամից Ռուբենին։ Դուք երկուսդ էլ հիանալի զույգ եք։ Շնորհակալություն, Սիլվա, պատասխանեց Մարիամը, պահպանելով քաղաքավարի տոնը։
Իսկ Ռուբեն, դու ինչով ես զբաղվում, հարցրեց Սիլվան, ակնհայտորեն փորձելով գնահատել նրա արժեքը։ Ես ճարտարապետ եմ, պատասխանեց Ռուբենը, հանգիստ։ Հիմնականում զբաղվում եմ կայուն նախագծերով բնակարանաշինությամբ։ Ահ, Սիլվան դադար տվեց, կարծես վերահաշվարկում էր իր կարծիքը։ Որքան ազնիվ։ Դա կարոր է, ասաց Ռուբենը, ձայնը ամուր, բայց քաղաքավարի։ Ես հավատում եմ, որ բոլորն արժանի են արժանապատիվ տեղ ունենալու, որը տուն կանվանեն։ Մարիամը հիացմունքով դիտեց փոխազդեցությունը։ Ռուբենը թույլ չէր տալիս, որ իրեն վախեցնեն։ Նա կարիք չուներ հարստություն կամ կարգավիճակ ցուցադրելու, ներկայություն ունենալու համար։ Նրա վստահությունը գալիս էր ներսից, իմանալով, թե ով էր ինքը ինչին էր հավատում։ Երբ Սիլվան վերջապես հեռացավ, Մարիամը դիպավ Ռուբենի թին։ Դու զարմանալի ես, գիտես դա։ Նա ժպտաց։ Սովորել եմ թույլ չտալ, որ ինձ նման մարդիկ ազդեն ինձ վրա։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ժամանակ կորցնես նրանց տպավորելու համար, ովքեր կարոր չեն։ Իսկ ի՞նչն է կարոր։ Դու, ասաց նա պարզապես։ Սա կարոր է։ Մարիամը զգաց, որ արցունքներ են գծում իր աչքերը։ Նա երբեք լավ չէր եղել ուժեղ զգացմունքների հետ, միշտ նախընտրելով տրամաբանության վերահսկողության հարմարավետությունը։ Բայց Ռուբենի հետ ամեն ինչ այլ էր։ Նա ստիպում էր նրան զգալ, ռիսկի դիմել, հավատալ, որ միգուցե սերը պարզապես ռոմանտիկ պատրանք չէր, այլ ինչ-որ իրական հնարավոր բան։ Երբ ճաշը ավարտվեց, հյուրերը սկսեցին հրաժեշտ տալ, Մարիամը կսկիծ զգաց կրծքավանդակում։ Ուիկենդը մոտենում էր ավարտին։ Կեղծիքը, որը վերածվել էր իրական բանի, պետք է դիմակայեր իրական աշխարհի փորձությանը։ Նա Ռուբենը միասին քայլեցին դեպի ավտոկայանատեղի, լռության մեջ։ Մեքենաները բեռնվում էին, ճամփրուկները դրվում էին բեռնաղցիկներում, օդում։ Ավարտի զգացում կար։ Ուրեմն, ասաց Ռուբենը, կանգնելով իր մեքենայի կողքին։ Սա վերջն է։ Մարիամը նայեց նրան, նրա սիրտը կիսված էր վախի հույսի մեջ։ Պարտադիր չէ։ Ռուբենը մի քայլ արեց դեպի նրան, բռնելով նրա ձեռքերը։ Ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Ուզում եմ շարունակել քեզ տեսնել։ Ուզում եմ ավելին իմանալ քո մասին։ Ուզում եմ բացահայտել, թե դա ուր կարող է տանել մեզ։ Բայց դու ապրում ես Գյումրիում։ Ես ապրում եմ Երանում։ Դա ընդամենը մի քանի ժամվա հեռավորություն է, ասաց նա, ժպտալով։ Եվ ես հաճախ եմ աշխատում Երանում։ Մենք կարող ենք դա կազմակերպել։ Եթե դու ցանկանաս։ Մարիամը մտածեց բոլոր այն պատճառների մասին, թե ինչու դա չպետք է աշխատեր։ Կյանքի ոճի տարբերությունները, հեռավորությունը, այն ձը, թե ինչպես ամեն ինչ սկսվել էր։ Բայց հետո մտածեց այն մասին, թե ինչպես էր իրեն զգում, երբ նրա հետ էր։ Կենդանի։ Երջանիկ։ Ամբողջական։ Ես ուզում եմ, ասաց նա, ձայնը ամուր։ Ուզում եմ փորձել։ Ռուբենը նրան քաշեց գրկախառնության, Մարիամը թույլ տվեց իրեն թուլանալ նրա գրկում։ Այնտեղ, այդ պահին, ամեն ինչ հնարավոր էր թվում։ Նրանք փոխանակեցին իրական համարներ, քանի որ մինչ այդ միայն ծածրել էին, թե ճանաչում են միմյանց կոնտակտները։ Համաձայնվեցին հանդիպել հաջորդ շաբաթ Երանում։ Եվ երբ վերջապես բաժանվեցին, վերջին համբույրով, որը շատ ավելին էր խոստանում, Մարիամը մտավ իր մեքենան, սիրտը ավելի թեթ, քան տարիներ շարունակ էր զգացել։ Երան վերադառնալու ճանապարհը երկար էր, բայց Մարիամը հազիվ էր նկատում։ Նրա միտքը լի էր ուիկենդի հիշողություններով։ Զրույցները, ծիծաղները, հարմարավետ լռության պահերը։ Եվ հատկապես այն զգացումը, որ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում նա միայնակ չէր։ Երբ տուն հասավ, նրա բնակարանը տարբեր էր թվում։ Դա դեռ նույն շքեղ կազմակերպված տարածքն էր, ինչ միշտ, բայց հիմա դատարկ էր թվում։ Ինչ-որ բան պակասում էր։ Կամ ավելի ճիշտ, ինչ-որ մեկը պակասում էր։ Նա ճամփրուկները նետեց մուտքի մոտ անմիջապես գնաց բազմոցին, վերցնելով հեռախոսը։ Ջուլիայից մի քանի հաղորդագրություն կար, բոլորը սրտի էմոջիներով Ռուբենի մասին հարցերով։ Մարիամը պատասխանեց մի քանիսին, խոստանալով ամեն ինչ ավելի հանգիստ պատմել ավելի ուշ։ Բայց այն, ինչ նա իսկապես ցանկանում էր, նրա հետ խոսելն էր։ Կարծես Ռուբենը կարդացել էր նրա մտքերը, հեռախոսը թրթռաց նրանից ստացված հաղորդագրությամբ։ Տուն հասա։ Արդեն կարոտում եմ քեզ։ Մարիամը ժպտաց, ջերմություն զգալով կրծքավանդակում։ Ես էլ։
Ընթրիք հաջորդ շաբաթ։ Կարող եմ չորեքշաբթի գալ Երան։ Կատարյալ կլիներ։ Նրանք հաղորդագրություններով խոսեցին ժամեր շարունակ այդ գիշեր։ Մանրուքների խորը բաների մասին։ Իրենց օրվա մասին, ապագա պլանների մասին, այն երազանքների մասին, որոնք երբեք ոչ ոքի հետ չէին կիսել։ Եվ երբ Մարիամը վերջապես քնեց, արդեն կեսգիշերն անց էր, նա ժպիտ ուներ դեմքին։ Հաջորդող օրերը տարօրինակ էին։ Մարիամը վերադարձավ իր աշխատանքային առօրյային, հանդիպումներին, գործերին, պահանջկոտ հաճախորդներին։ Բայց նրա մեջ ինչ-որ բան էր փոխվել։ Նա իրեն բռնում էր առանց պատճառի ժպտալիս, ավելի հաճախ էր ստուգում հեռախոսը, հաշվում էր օրերը մինչ չորեքշաբթի։ Նրա գործընկերները նկատեցին։ Կարինեն, գրասենյակի փաստաբաններից մեկը մտերիմ ընկերուհի, նրան մոտեցավ սրճարանում։ Ամեն ինչ կարգին է քեզ հետ, Մարի։ Դու տարբեր ես։ Տարբեր, ինչպես։ Չգիտեմ։ Ավելի թեթ։ Շատ ես ժպտում, Կարինեն գլուխը թեքեց հետաքրքրությամբ։ Կա մի բան, որ ուզում ես ինձ պատմել։ Մարիամը վարանեց։ Նա այն տեսակը չէր, ով կիսվում էր իր անձնական կյանքի մանրամասներով։ Բայց այս անգամ նա ուզում էր խոսել։ Ուզում էր այդ երջանկությունը կիսել ինչ-որ մեկի հետ։ Ինչ-որ մեկին հանդիպեցի։ Կարինեն գրեթե թողեց սուրճը։ Իրոք։ Օ։ Եվ հետո Մարիամը պատմեց։ Հարսանիքի մասին, թե ինչպես Ռուբենը հայտնվել էր որպես անսպասելի փրկիչ, թե ինչպես կեղծիքը վերածվեց իրական բանի։ Կարինեն լսում էր, հմայված, հարցեր տալով, ցանկանալով իմանալ յուրաքանչյուր մանրամասն։ Մարի, սա զարմանալի է։ Երբ ենք հանդիպելու նրան։ Հանգիստ, ասաց Մարիամը, ծիծաղելով։ Դեռ նոր ենք սկսում։ Բայց դու նրան սիրում ես։ Սա հարց չէ, սա պնդում է։ Մարիամը մի պահ մտածեց։ Ես սիրում եմ։ Շատ։ Իսկ նա քեզ սիրում է։ Կարծում եմ, այո։ Կարինեն ժպտաց։ Ուրեմն վայելիր։ Դու արժանի ես երջանիկ լինելու։ Երբ չորեքշաբթին վերջապես եկավ, Մարիամը նյարդային էր այնպես, ինչպես դեռահաս տարիքից չէր զգացել։ Նա 3 անգամ փոխեց հագուստը, նախքան կորոշեր պարզ էլեգանտ կարմիր զգեստ։ Նա բաց թողեց իր մազերը, որոնք սովորաբար հավաքում էր պրոֆեսիոնալ կապով։ Նա խնամքով դիմահարդարվեց, բայց պահպանեց բնական ոճը։ Ռուբենն ընտրել էր իտալական ռեստորան Երանի կենտրոն թաղամասում, մտերմիկ հարմարավետ վայր։ Երբ Մարիամը հասավ, նա արդեն սպասում էր մուտքի մոտ, նրա դեմքին բացված ժպիտը, նրան տեսնելիս, ստիպեց նրա ամբողջ նյարդայնությունը անհետանալ։ Դու գեղեցիկ ես, ասաց նա, համբուրելով նրա այտը։ Դու էլ ես հիանալի։ Նրանք մտան ռեստորան, տարվեցին անկյունի սեղանին, մոմերով փոքրիկ ներքին պարտեզի տեսարանով։ Մթնոլորտը ռոմանտիկ էր, Մարիամը իրեն բռնեց մտածելիս, որ դա իրական հանդիպման էր նման, ոչ թե կեղծիքի։ Որովհետև դա իրական հանդիպում էր։ Զրույցը բնականաբար հոսում էր, ինչպես միշտ նրանց միջ։ Ռուբենը պատմեց մի նոր նախագծի մասին, որը նա մշակում էր կայուն տների շարք լողափի մոտի տարածքում։ Մարիամը խոսեց մի բարդ գործի մասին, որը նա վարում էր, կապված խոշոր ընկերության աշխատանքային իրավունքների հետ։ Բայց աշխատանքից բացի, նրանք խոսեցին իրենց մասին։ Վախերի, երազանքների, այն սպիների մասին, որոնք նրանք կրում էին։ Ռուբենը բացվեց իր հոր մասին, թե ինչպես էր լքելը ձավորել նրա հարաբերությունների մասին պատկերացումները։ Մարիամը խոսեց միշտ լավագույնը լինելու ճնշման մասին, երբեք չկարողանալու ձախողվելու մասին, մշտապես իր արժեքը ապացուցելու անհրաժեշտության մասին։ Դու ինձ ոչինչ ապացուցելու կարիք չունես, ասաց Ռուբենը, բռնելով նրա ձեռքը սեղանին։ Դու արդեն ավելին ես, քան բավարար։ Մարիամը զգաց, որ արցունքներ են սպառնում թափվել, բայց զսպեց դրանք։ Ոչ ոք նրան երբեք այդպես չէր ասել։ Այդքան անկեղծորեն։ Այդքան քնքշորեն։ Ընթրիքից հետո նրանք քայլեցին Երանի կենտրոն թաղամասի փողոցներով, վայելելով հաճելի երեկոն։ Ռուբենը պատմեց Գյումրիում իր մանկության զվարճալի պատմություններ, Մարիամը ծիծաղեց մինչ որովայնը ցավեց։ Նա ուներ մի ձ, որ ամեն ինչ ավելի թեթ, ավելի զվարճալի էր թվում։ Երբ հասան նրա մեքենային, Մարիամը չէր ուզում, որ երեկոն ավարտվի։ Նա նայեց Ռուբենին, նույն զգացումը տեսավ նրա աչքերում։ Չեմ ուզում հեռանալ, նա խոստովանեց։
Ուրեմն մի գնա, ասաց նա, նրան մոտ քաշելով։ Նրանք համբուրվեցին այնտեղ, լապտերների լույսի տակ, դա տարբեր էր բոլոր նախորդ համբույրներից։ Դա համբույր էր, որը կնքում էր խոստում։ Խոստում, որ դա իրական էր, որ նրանք կփորձեին, որ ինչ էլ որ բերեր ապագան, նրանք միասին կդիմակայեին։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Ռուբենը ճակատը հենեց նրա ճակատին, աչքերը փակ։ Ես սիրահարվում եմ քեզ, Մարիամ։ Եվ դա ինձ վախեցնում է հուզում միաժամանակ։ Մարիամը զգաց, որ իր սիրտը պայթում է երջանկությունից։ Ես էլ եմ սիրահարվում քեզ։ Եվ այդ պահին Երանի ցանկացած փողոցում երկու սրտեր, որոնք պատահաբար էին հանդիպել, որոշեցին ընտրել միմյանց։ Գիտակցաբար, քաջաբար, ամբողջովին։ Նրանք հանդիպեցին ավելի շատ անգամ հաջորդող շաբաթներին։ Ռուբենը Երան էր գալիս, երբ կարողանում էր, Մարիամը Գյումրի էր գնում ուիկենդներին։ Նրանք ծանոթացան միմյանց ընկերների հետ, հաճախում էին սիրելի վայրեր, ստեղծում էին նոր հիշողություններ։ Բայց դա միշտ չէր հեշտ։ Կային կասկածի, անապահովության պահեր։ Մարիամը իրեն բռնում էր մտածելիս, թե արդյոք դա չափազանց լավ էր, որպեսզի ճիշտ լիներ։ Արդյոք Ռուբենն իսկապես պատրաստ էր լուրջ հարաբերությունների։ Արդյոք նա պատրաստ էր հրաժարվել իր կյանքի ամբողջական վերահսկողությունից, մեկ այլ անձին ներառելու համար։ Եվ Ռուբենն ուներ իր սեփական դերը։ Վախը, նորից լքվելուց։ Վախը, բավարար լավ չլինելուց։ Վախը, ամեն ինչ փչացնելուց, ինչպես նա կարծում էր, որ իր հայրը փչացրել էր։ Բայց ամեն անգամ, երբ այդ վախերը ի հայտ էին գալիս, նրանք խոսում էին։ Բացվում էին միմյանց առջ։ Եվ միասին ուժ էին գտնում շարունակելու համար։ Ջուլիայի հարսանիքից մեկ ամիս անց Մարիամը Ռուբենը ընտրեցին ընկերուհու տանը։ Պետրոսը Ջուլիան նրանց դիմավորեցին ջերմ ժպիտներով, երեկոն լի էր ծիծաղներով, պատմություններով։ Երեկոյի վերջում, երբ նրանք պատրաստվում էին հեռանալ, Ջուլիան Մարիամին քաշեց մի անկյուն։ Դու շողշողուն ես, Մարի։ Երբեք քեզ այդքան երջանիկ չեմ տեսել։ Մարիամը ժպտաց։ Ես երջանիկ եմ։ Շատ երջանիկ։ Ջուլիան բռնեց նրա ձեռքերը։ Այդ օրը հարսանիքին, դու մի բան էիր պատրաստվում ասել ինձ։ Քո Ռուբենի մասին։ Մարիամը կսկիծ զգաց կրծքավանդակում։ Ջուլիան միշտ կարողացել էր կարդալ տողերի միջ։ Ես պատրաստվում էի ասել, որ նրան հանդիպել եմ քո հարսանիքին։ Որ ամեն ինչ սկսվել էր որպես կեղծիք, ինձ բամբասանքներից պաշտպանելու համար։ Ջուլիան ժպտաց։ Ես գիտեմ։ Դու գիտես։ Մարի, ես քեզ տարիներ շարունակ եմ ճանաչում։ Ես տեսա, թե ինչպես նայեցիր նրան այդ առաջին գիշեր։ Դա ամիսներ շարունակ հանդիպող մեկի հայացքը չէր։ Դա զարմանքի հայացք էր։ Հայտնագործության։ Ջուլիան սեղմեց նրա ձեռքերը։ Բայց ես նա տեսա, թե ինչպես էր նա նայում քեզ։ Եվ հասկացա, որ կեղծիք լինի, թե ոչ, այնտեղ ինչ-որ իրական բան կար։ Մարիամը զգաց, որ արցունքներ են հոսում։ Կներես ստելու համար։ Ջուլիան գրկեց նրան։ Կարիք չկա ներողություն խնդրելու։ Դուք հանդիպեցիք։ Եվ դա է ամենակարևորը։ Երբ Մարիամը Ռուբենը վերադարձան մեքենա, նա պատմեց նրան զրույցի մասին։ Ռուբենը ծիծաղեց, գլուխը թափահարելով։ Նա միշտ գիտեր։ Միշտ։ Եվ ամեն ինչ կարգին է։ Ավելի քան կարգին։ Ռուբենը կանգնեցրեց մեքենան մի դիտահարթակում, որտեղից կարելի էր տեսնել ամբողջ լուսավորված քաղաքը։ Նա շրջվեց դեպի Մարիամը, աչքերը լուրջ։ Ես ավելին եմ ուզում, Մարիամ։ Ես չեմ ուզում այլս գալ գնալ քաղաքների միջ։ Ուզում եմ արթնանալ քո կողքին։ Ուզում եմ քեզ հետ իրական բան կառուցել։ Մարիամի սիրտը արագացավ։ Ինչ ես ասում։ Ես ասում եմ, որ ուզում եմ, որ մենք միասին ապրենք։ Որ մենք դադարենք ձացնել, թե կարող ենք առանձին կյանքերով ապրել, նա բռնեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ։ Ես ասում եմ, որ սիրում եմ քեզ։ Եվ որ ուզում եմ անցկացնել իմ կյանքի մնացած մասը, դա քեզ ամեն օր ապացուցելով։ Մարիամը չկարողացավ զսպել արցունքները։ Ես էլ եմ սիրում քեզ։ Եվ ես էլ եմ դա ուզում։
Նրանք համբուրվեցին, այդ համբույրում կար խոստումներ համատեղ ապագայի միասին հաղթահարված մարտահրավերների, օրեցօր կառուցվող սիրո մասին։ Եվ մինչ քաղաքը փայլում էր նրանց շուրջ, երկու սրտեր, որոնք սկսել էին ձացնել, թե միասին են, վերջապես խոստովանեցին այն ճշմարտությունը, որը միշտ եղել էր այնտեղ։ Նրանք ստեղծված էին միմյանց համար։ Փոփոխությունը տեղի ունեցավ այդ գիշերվանից 3 ամիս անց դիտահարթակում։ Ռուբենը իր նախագծերի մի մասը տեղափոխեց Երան տարածք վարձեց քաղաքում իր ճարտարապետական գրասենյակը հիմնելու համար։ Բնակարան գտնելը ինքնին արկած էր։ Մարիամը ուզում էր ինչ-որ ժամանակակից ֆունկցիոնալ բան։ Ռուբենը երազում էր բնական լույսի ստեղծագործելու տարածքի մասին։ Շաբաթներ շարունակ որոնելուց հետո նրանք գտան մի լոֆտ կենտրոն թաղամասում, հսկայական պատուհաններով, բարձր առաստաղով, պատշգամբով, որտեղից բացվում էր տեսարան դեպի փողոցի ծառերի սաղարթը։ Առաջին գիշերը նոր բնակարանում կախարդական էր։ Դեռս ամենուր դրված էին տուփեր, կահույքը անկարգ էր, նրանք պիցցա կերան, նստած հյուրասենյակի հատակին։ Բայց դրանցից ոչ մեկը կարոր չէր։ Նրանք միասին էին, մի տարածքում, որը իրենցն էր, կառուցում էին ինչ-որ նոր բան։ Երջանիկ ես, հարցրեց Ռուբենը, ձեռքը դնելով Մարիամի ուսերին։ Նա գլուխը դրեց նրա կրծքին, լսելով նրա սրտի կայուն բաբախյունը։ Ավելի, քան պատկերացնում էի, որ կարող էի լինել։ Առաջին ամիսները միասին ապրելիս բացահայտում էին։ Մարիամը հայտնաբերեց, որ Ռուբենը նրանցից էր, ով երգում էր ցնցուղի տակ, ով թաց սրբիչներ էր թողնում հատակին, ով մոռանում էր լվացքը լվացարանում։ Բայց նա հայտնաբերեց, որ նա շուտ էր արթնանում ուիկենդներին նախաճաշ պատրաստելու համար, որ նա քնքուշ գրառումներ էր թողնում տան շուրջը, որ նա գրկում էր իրեն հետից, երբ նա աշխատում էր նոթբուքի վրա։ Ռուբենը հայտնաբերեց, որ Մարիամը չափազանց կազմակերպված էր, գրեթե մոլուցքային։ Որ նա հատուկ ծեսեր ուներ ամեն ինչի համար, սկսած հագուստը ծալելուց մինչ առավոտյան գործերը կատարելու հերթականությունը։ Բայց նա հայտնաբերեց, որ նա երգում էր, երբ երջանիկ էր, որ սիրում էր կարդալ պատշգամբում կիրակի կեսօրերին, որ նա ուներ խոցելի կողմ, որը ցույց էր տալիս միայն իրեն։ Նրանք ունեցան իրենց առաջին մեծ վեճը միասին ապրելուց 3 ամիս անց։ Դա ինչ-որ անմիտ բանի համար էր, Սուրբ Ծնունդը որտեղ անցկացնելու մասին վեճ։ Մարիամը ուզում էր գնալ Սյունիքի մարզ, ընտանիքին այցելելու։ Ռուբենը ուզում էր, որ նրանք այդ ամսաթիվը միայնակ անցկացնեին, ստեղծելով իրենց սեփական ավանդույթները։ Վեճը արագ սրվեց։ Ձայները բարձրացան, կոշտ բառեր ասվեցին։ Մարիամը Ռուբենին մեղադրեց եսասեր լինելու մեջ։ Ռուբենն ասաց, որ նա միշտ ուրիշներին էր դնում իրենցից առաջ։ Եվ հանկարծ նրանք կանգնած էին սենյակի հակառակ կողմերում, նրանց միջ վիրավորանքի անդունդ կար։ Մարիամը գնաց սենյակ փակեց դուռը։ Ռուբենը մնաց հյուրասենյակում, գլուխը ձեռքերի մեջ, մտածելով, թե ինչպես էր այդքան փոքր բան այդքան մեծ դարձել։ Ժամեր անցան։ Մարիամը պառկած էր մահճակալին, նայելով առաստաղին, երբ դռան մեղմ թակոց լսեց։ Կարող ես ներս մտնել, ասաց նա, ձայնը դեռ զգացմունքներով լի։ Ռուբենը մտավ, աչքերը կարմրած։ Նա նստեց մահճակալի եզրին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Կներես, ասաց նա, ձայնը մեղմ։ Ես հիմար էի։ Մարիամը նստեց, գրկելով ծնկները։ Ես էլ եմ չափազանցրել։ Ոչ, Ռուբենը գլուխը թափահարեց։ Դու ճիշտ էիր։ Ես եսասեր էի։ Պարզապես, նա վարանեց, կարծես բառերը դժվար էր կազմել։ Սուրբ Ծնունդը միշտ դժվար ամսաթիվ է եղել ինձ համար։ Այն բանից հետո, երբ հայրս հեռացավ, այն երբեք նույնը չէր։ Եվ ես կարծեցի, որ եթե մենք ստեղծենք մեր սեփական ավանդույթները, ես կարող էի մոռանալ։ Մարիամը մոտեցավ, դիպչելով նրա դեմքին։ Դու պարտավոր չես մոռանալ։ Եվ ես չպետք է ճնշեի։ Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ավանդույթները։ Հենց հիմա սկսելով։ Ռուբենը նայեց նրան, աչքերը լի երախտագիտությամբ։ Իրոք։ Իրոք, նա ժպտաց։ Բայց միգուցե կարող ենք այցելել իմ ընտանիքին ամանորին։ Նա ծիծաղեց, նրան գրկելով։ Համաձայնեցված է։ Եվ այդպես նրանք սովորեցին միասին ապրելու առաջին մեծ դասը։ Սերը միայն հեշտ պահերը չէր։ Դա նա իմանալն էր, թե ինչպես արդար վիճել, ներողություն խնդրել, երբ սխալ էիր, լուծումներ գտնել, որոնք աշխատում էին երկուսի համար։ Երկուսի աշխատանքն էլ բարգավաճեց այդ ընթացքում։
Մարիամը առաջադրվեց որպես գրասենյակի ավագ գործընկեր տարիների նվիրվածության գերազանցության ճանաչում։ Ռուբենը ստացավ կայուն ճարտարապետության մրցանակ իր նախագծերից մեկի համար, ինչը դռներ բացեց նոր կարևոր պայմանագրերի համար։ Բայց հաջողությունը նոր մարտահրավերներ բերեց։ Մարիամը հաճախ մինչ ուշ էր աշխատում, տուն վերադառնալով հոգնած։ Ռուբենը ճանապարհորդում էր շինարարական աշխատանքները վերահսկելու համար, երբեմն օրերով բացակայելով։ Կային շաբաթներ, երբ նրանք հազիվ էին տեսնվում, հանդիպելով միայն վաղ առավոտյան կամ ուշ գիշերով։ Հենց այդ դժվար շաբաթներից մեկում Մարիամը սկսեց կասկածի տակ դնել։ Նա գրասենյակի հանդիպումների սենյակում էր, բարդ բանակցությունների մեջ, երբ նրա հեռախոսը թրթռաց։ Դա Ռուբենի հաղորդագրությունն էր։ «Կարոտում եմ։ Ընթրիք այսօր»։ Մարիամը նայեց իր զբաղված օրակարգին։ Նա պետք է կարևոր կարծիք պատրաստեր, պայմանագրեր վերանայեր, շտապ էլեկտրոնային նամակներին պատասխաներ։ Բայց երբ նա նայեց այդ հաղորդագրությանը, զգաց, որ ինչ-որ բան է սեղմվում իր կրծքավանդակում։ Նա արագ մուտքագրեց. «Ես կպատրաստեմ»։ Ժամը 8:09։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես. «Կատարյալ։ Սիրում եմ քեզ»։ Այդ գիշեր Մարիամը աշխատանքից դուրս եկավ ժամանակին, ինչը շաբաթներ շարունակ չէր արել։ Նա անցավ շուկայով, գնեց բաղադրիչներ Ռուբենի սիրելի ռիզոտոն պատրաստելու համար։ Տանը նա մեղմ երաժշտություն միացրեց, մոմեր վառեց, թույլ տվեց իրեն դանդաղեցնել։ Երբ Ռուբենը հասավ, նա գտավ սեղանը դրված, ուտելիքը համեղ բույրով, Մարիամին ժպիտով, որը նա օրերով չէր տեսել։ «Ի՞նչ է սա»։ Նա զարմացած հարցրեց։ Մարիամը մոտեցավ, գրկելով նրան։ Մի հիշեցում, որ երբեմն պետք է կանգ առնել հիշել, թե ինչն է իսկապես կարևոր։ Նրանք դանդաղ ընթրեցին, խոսելով աշխատանքից բացի այլ բաների մասին։ Այն գրքի մասին, որը Մարիամը կարդում էր, այն ֆիլմի մասին, որը Ռուբենը ուզում էր դիտել, այն ճանապարհորդության մասին, որը նրանք պլանավորում էին։ Եվ երբ երեկոն ավարտվեց, միասին պառկած մահճակալին, Ռուբենը շշնջաց մթության մեջ. «Երբեմն վախենում եմ կորցնել քեզ այս ամբողջ շտապողականության մեջ»։ Մարիամը շրջվեց դեպի նրան։ «Դու ինձ չես կորցնի։ Բայց մենք պետք է հիշենք միմյանց համար ժամանակ գտնել»։ Եվ նրանք արեցին։ Նրանք կանոն սահմանեցին։ Շաբաթական առնվազն մեկ երեկո միայն իրենցն էր։ Առանց աշխատանքի, առանց հեռախոսների, միայն իրենք երկուսը։ Այդ երեկոները սուրբ դարձան, ապաստան մեծահասակների կյանքի քաոսի մեջ։ 1.5 տարի անց միասին ապրելուց հետո ինչ-որ անսպասելի բան տեղի ունեցավ։ Մարիամը սկսեց սրտխառնոց զգալ, հոգնածություն, այլ ձով։ Սկզբում նա կարծեց, որ դա աշխատանքային սթրես էր։ Բայց երբ ախտանիշները շարունակվեցին, Կարինեն, իր գրասենյակային ընկերուհին, առաջարկեց նրան թեստ անել։ Մարիամը թեստը գնեց տուն գնալու ճանապարհին, ավելի շատ հնարավորությունը բացառելու համար, քան իրականում հավատալու, որ կարող էր հղի լինել։ Նա Ռուբենը խոսել էին ի վերջո երեխաներ ունենալու մասին, բայց միշտ որպես ինչ-որ հեռավոր բան, ինչ-որ բան ապագայի համար։ Նա թեստը արեց բնակարանի լոգարանում, ձեռքերը դողում էին։ Երբ երկու գիծը հայտնվեցին, նրա աշխարհը կանգ առավ։ Նա հղի էր։ Նա նստեց լոգարանի հատակին, գրկելով ծնկները, փորձելով մարսել տեղեկությունը։ Նրա մի մասը խուճապի մեջ էր։ Նրա կարիերան կարևոր պահի վրա էր։ Նա կարևոր գործեր ուներ, հսկայական պատասխանատվություններ։ Ինչպես կարող էր հիմա երեխա ունենալ։ Բայց մյուս մասը, մի մասը, որը նա հազիվ էր ճանաչում, ուրախ էր։ Հուզված։ Վախեցած, բայց լավ իմաստով։ Երբ Ռուբենը տուն հասավ այդ գիշեր, նա գտավ Մարիամին նստած բազմոցին, թեստը ձեռքին, աչքերը կարմրած։ Ինչ պատահեց, նա անմիջապես անհանգստացած հարցրեց, նստելով նրա կողքին։ Մարիամը չկարողացավ խոսել։ Պարզապես ցույց տվեց թեստը։ Ռուբենը նայեց երկու գծերին, ապա նրան, ապա նորից թեստին։ Նրա դեմքը անցավ մի շարք զգացմունքների միջով։ Զարմանք, շոկ, իսկ հետո դանդաղորեն, ինչ-որ բան, որը կարծես ուրախություն էր, խառնված սարսափի հետ։ «Դու հղի ես», ասաց նա, կարծես պետք է բառերը բարձրաձայն լսեր, հավատալու համար։ Մարիամը գլխով արեց, արցունքները վերջապես հոսում էին։ «Ես չգիտեմ, ինչ անել։ Մենք դա չէինք պլանավորել։ Իմ կարիերան, աշխատանքը, եսը։
Ռուբենը նրան քաշեց ամուր գրկախառնության։ Մենք կբացահայտենք։ Միասին։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, գրկախառնված բազմոցին, մարսելով այն լուրը, որը ամեն ինչ կփոխեր։ Եվ դանդաղորեն, վախը սկսեց իր տեղը զիջել ավելի մեծ բանի։ Հույս, ուրախություն, սեր։ Մենք ծնող ենք դառնալու, ասաց Մարիամը, նյարդային ծիծաղ արձակելով։ Մենք ծնող ենք դառնալու, կրկնեց Ռուբենը, ապա նա էլ սկսեց ծիծաղել։ Եվ հանկարծ նրանք երկուսն էլ ծիծաղում լացում էին միաժամանակ, զգացմունքների խճճվածություն, որը իմաստ ուներ միայն այն պատճառով, որ նրանք միասին էին։ Հղիությունը հեշտ չէր։ Մարիամը սարսափելի սրտխառնոցներ ուներ առաջին ամիսներին։ Նա փորձեց շարունակել աշխատել նույն տեմպով, բայց նրա մարմինը պարզապես չէր համագործակցում։ Ստիպված էր գործեր պատվիրակել, նոր հաճախորդներ մերժել, ինչ-որ բան, որը հակասում էր նրա բոլոր բնազդներին։ Ռուբենը անխոնջ էր։ Նա արթնանում էր գիշերվա կեսին, երբ նա չէր կարողանում քնել, թեյեր էր պատրաստում, որոնք օգնում էին սրտխառնոցի դեմ, մերսում էր նրա այտուցված ոտքերը։ Նա գնաց բոլոր բժշկական այցելություններին, բռնեց նրա ձեռքը ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, լաց եղավ, երբ առաջին անգամ լսեցին երեխայի սրտի բաբախյունը։ Նրանք իմացան, որ աղջիկ էր։ Եվ երբ բժիշկը հարցրեց, արդյոք նրանք արդեն մտածել էին անունների մասին, Մարիամը Ռուբենը նայեցին միմյանց ժպտացին։ Նրանք արդեն գիտեին։ Սոֆի, ասացին միասին։ Ամիսները անցան նախապատրաստությունների մշուշի մեջ։ Նրանք հին տնային գրասենյակը վերածեցին մանկական սենյակի։ Ռուբենը պատերը ներկեց մեղմ վարդագույնով կառուցեց երկրաչափական ձևով շարժական խաղալիք, որը մեղմորեն ճոճվում էր։ Մարիամը կազմակերպեց տակտիրներ, հագուստներ կարդաց մայրության մասին բոլոր գրքերը, որոնք կարողացավ գտնել։ Ջուլիան Պետրոսը ուրախ էին։ Նրանք ինքնին փորձում էին երեխա ունենալ, Ջուլիան ասաց, որ Սոֆին կլիներ այն սրտի զարմուհին, որը նա միշտ ցանկացել էր։ Նա կազմակերպեց հուզիչ մանկական երեկույթ, հավաքելով ընկերուհիներին ընտանիքի անդամներին։ Հենց մանկական։ Երեկույթի ժամանակ Սիլվան, այն կինը, ով Մարիամին հրահրել էր հարսանիքին, հայտնվեց։ Նրան հրավիրել էր մյուս ընկերուհիներից մեկը, Մարիամը զգաց, որ ստամոքսը սեղմվում է նրան տեսնելիս։ Բայց Սիլվան մոտեցավ ժպիտով, որն առաջին անգամ անկեղծ էր թվում։ Մարիամ, որքան հաճելի է քեզ այսպես տեսնել։ Շողշողուն։ Շնորհակալություն, Սիլվա։ Սիլվան վարանեց, ապա ասաց, ձայնը ավելի մեղմ։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Այն բանի համար, ինչ ասացի այդ օրը հարսանիքին։ Դա դաժան էր անարդար։ Մարիամը զարմացավ։ Նա երբեք չէր սպասում ներողություն լսել Սիլվայից։ Ես դժվար ժամանակաշրջան էի անցնում իմ ամուսնության մեջ, շարունակեց Սիլվան, աչքերը լցված։ Եվ կարծում եմ, որ իմ հիասթափությունները քեզ վրա եմ ուղղել։ Բայց դու դրան արժանի չէիր։ Ոչ ոք արժանի չէ։ Մարիամը դիպավ նրա թին։ Շնորհակալություն դա ասելու համար։ Իրոք։ Եվ այդ պահին Մարիամը հասկացավ կարևոր բան։ Այն կանայք, ովքեր դատել էին իրեն, նրա թշնամիները չէին։ Նրանք պարզապես մարդիկ էին, իրենց սեփական անապահովություններով, իրենց սեփական մարտերով։ Եվ ոխ պահելը ոչ ոքի չէր ծառայում։ Ծննդաբերությունը եկավ հուլիսի ցուրտ գիշերով։ Մարիամը տանն էր, ավարտելով աշխատանքային որոշ բաներ կազմակերպելը, երբ զգաց առաջին կծկումը։ Նա կանչեց Ռուբենին, ով անմիջապես մտավ վերահսկվող խուճապի ռեժիմ։ Պայուսակը։ Որտեղ է պայուսակը, նա բղավում էր, վազելով տան շուրջը։ Պահարանում է, Ռուբեն։ Որտեղ միշտ եղել է։ Նրանք հիվանդանոց հասան կեսգիշերին։ Կծկումներն ավելի ուժեղ էին դառնում, ավելի հաճախակի։ Մարիամը Ռուբենի ձեռքը այնքան ուժեղ էր սեղմում, որ նա հետո կատակեց, թե գրեթե կոտրել էր իր մատները։ Ծննդաբերությունը տեց ժամ էր։ Ցավի, վախի, հյուծվածության ժամ էր։ Բայց Ռուբենն այնտեղ էր, նրա կողքին անընդհատ, շշնջալով քաջալերող բառեր, սրբելով նրա քրտինքը, լինելով նրա խարիսխը։ Եվ հետո, երբ արը սկսում էր ծագել, Սոֆին ծնվեց։ Փոքրիկ, կատարյալ, ուժեղ լացով, որը լցրեց սենյակը։ Երբ բուժքույրը երեխային դրեց Մարիամի ձեռքերում, ամբողջ աշխարհը կանգ առավ։ Մարիամը նայեց այդ փոքրիկ դեմքին, այդ փակված աչքերին զգաց այնքան ուժեղ սեր, որ ցավում էր։
Նա երբեք չգիտեր, որ հնարավոր է այդպես սիրել։ Այդքան ամբողջովին։ Այդքան անվերապահորեն։ Ռուբենը բացահայտ լաց էր լինում, մեղմորեն դիպչելով Սոֆիի փոքրիկ գլխին մատով։ Նա կատարյալ է, շշնջաց նա։ Դուք երկուստ էլ կատարյալ եք։ Սոֆիի հետ առաջին ամիսները Մարիամի կյանքի ամենադժվար ամենագեղեցիկն էին։ Անքուն գիշերները, կեսգիշերային կերակրումները, անվերջ տակդիրները։ Նա աշխատանքի վերադարձավ 4 ամիս անց, բայց ոչինչ նախկինի պես չէր։ Նրա սիրտը կիսված էր, կեսը գրասենյակում, կեսը տանը, իր դստեր հետ։ Ռուբենը կարգավորեց իր ժամերը, ավելի շատ ներկա լինելու համար։ Նա աշխատում էր տանից, երբ կարողանում էր, մասնակցում էր մանկաբուժական խորհրդատվություններին, բաժանում էր գիշերային առաջադրանքները։ Նրանք թիմ էին, ավելի ուժեղ, ավելի միասնական, քան երբը։ Բայց քնի պակասը, սթրեսը իրենց գինը պահանջեցին։ Նրանք ավելի շատ էին վիճում, տարաձայնություններ ունեին դաստիարակության մեթոդների շուրջ, նյարդայնանում էին մանրուքներից։ Կային պահեր, երբ Մարիամը փակվում էր լոգարանում, լաց էր լինում, իրեն ծանրաբեռնված, անբավարար զգալով։ Հենց այդ դժվար գիշերներից մեկում Ռուբենը նրան գտավ խոհանոցում լաց լինելիս, այն բանից հետո, երբ Սոֆին վերջապես քնել էր ժամեր շարունակ լաց լինելուց հետո։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես գրկեց նրան, թույլ տալով լաց լինել իր ուսին։ Երբ նա վերջապես հանգստացավ, նա ասաց, ձայնը մեղմ. «Դու զարմանալի մայր ես։ Զարմանալի փաստաբան։ Զարմանալի կին։ Եվ ամեն ինչ կարգին է, որ ամեն ինչում միշտ կատարյալ չլինես»։ Մարիամը նայեց նրան, աչքերը այտուցված։ «Երբեմն զգում եմ, որ ամեն ինչում ձախողում եմ։ Դու ոչ մի բանում չես ձախողում։ Մենք սովորում ենք։ Երկուսս էլ։ Եվ մենք կսխալվենք, մենք ճիշտ կլինենք, մենք միասին կբացահայտենք։ Բայց մի բան գիտեմ. Սոֆին աշխարհի ամենահաջողակ երեխան է, որ քեզ ունի որպես մայր»։ Այդ բառերը բալզամի պես էին Մարիամի հոգու համար։ Նա հասկացավ, որ իրեն չափազանց շատ էր պահանջում, փորձելով լինել կատարյալ մասնագետ, կատարյալ մայր, կատարյալ կին։ Բայց կատարելությունը գոյություն չուներ։ Գոյություն ուներ ջանք, սեր շարունակելու պատրաստակամություն։ Նրանք սկսեցին օգնություն փնտրել։ Վարձեցին դայակ շաբաթական մի քանի ժամով, որպեսզի կարողանային ժամանակ ունենալ իրենց համար։ Անցան զույգերի թերապիա, սովորելով ավելի լավ հաղորդակցվել, առանց մեղքի զգացումի արտահայտել կարիքները, աջակցել միմյանց։ Եվ դանդաղորեն նրանք ռիթմ գտան։ Դա կատարյալ չէր, բայց դա իրենցն էր։ Եվ դա աշխատում էր։ Սոֆին մեծացավ։ Նա երեխայից դարձավ աղջիկ, լի անձնավորությամբ, հետաքրքրությամբ։ Նա ուներ Ռուբենի մուգ աչքերը, Մարիամի վճռականությունը։ Նա համառ էր, խելացի, բացարձակապես հմայիչ։ Երբ Սոֆին 2 տարեկան դարձավ, Մարիամը Ռուբենը վերջապես ունեցան այն զրույցը, որը նրանք հետաձգել էին դստեր ծնունդից ի վեր։ Նրանք պատշգամբում էին, Սոֆիին քնեցնելուց հետո, մեկ շիշ գինի էին կիսում դիտում աստղերը։ «Երբ է մտածել ես ամուսնանալու մասին», հարցրեց Ռուբենը հանկարծակի։ Մարիամը շրջվեց դեպի նրան, զարմացած։ «Ես կարծում էի, որ մենք արդեն ամուսնացած էինք բոլոր կարոր ձերով»։ «Մենք ենք», համաձայնեց Ռուբենը։ «Բայց ես ուզում եմ պաշտոնապես ամուսնանալ։ Ուզում եմ, որ աշխարհը իմանա, որ դու իմ կինն ես։ Ուզում եմ, որ Սոֆին մեծանա, տեսնելով, որ իր ծնողները ընտրել են միասին լինելը, ոչ թե պարզապես պատահաբար են միասին»։ Մարիամը մի պահ մտածեց։ Նա երբեք շատ կապված չէր եղել ամուսնության ավանդական գաղափարին։ Բայց նայելով Ռուբենին, այն մարդուն, ով փոխել էր իր կյանքը, ով անվերապահորեն սիրում էր իրեն, ով իր գործընկերն էր ամեն ինչում, նա հասկացավ, որ ուզում էր։ Ուզում էր ամուսնանալ նրա հետ։ «Ուրեմն խնդրիր ինձ», ասաց նա, ժպտալով։ Ռուբենը ծիծաղեց։ Այդպես, առանց նախազգուշացման։ «Ռուբեն Մանուկյան, դու ինձ փրկեցիր այդ գիշեր Ջուլիայի հարսանիքին։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ամեն օր փրկում ես ինձ։ Ինձնից, իմ վախերից, իմ կասկածներից։ Դու ինձ ստիպում ես ավելի լավը լինել։ Դու ինձ ստիպում ես ինձ ամբողջական զգալ։ Այո, այդպես, առանց նախազգուշացման»։ Ռուբենը վեր կացավ, բռնեց նրա ձեռքը, հենց այնտեղ իրենց բնակարանի պատշգամբում, առանց մատանու, առանց նախապատրաստության, արեց իր կյանքի ամենաանկեղծ առաջարկը։ «Մարիամ Ալթունյան, կամուսնանաս ինձ հետ»։
Մարիամը միաժամանակ լաց էր լինում ծիծաղում։ Այո։ 1000 անգամ այո։ Նրանք համբուրվեցին աստղերի տակ, այդ համբույրում կար հին նոր խոստումներ, կիսված հիշողություններ, ապագա երազանքներ։ Հարսանիքը պարզ էր, տեղի ունեցավ Դիլիջանում, Սանի ափին, նույն հյուրանոցում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Միայն ընտանիք, մտերիմ ընկերներ։ Սոֆին հարսնաքույրն էր, կրելով սպիտակ զգեստ ծաղիկներով, գողանալով շոուն իր անկայուն քայլերով միջանցքով։ Ջուլիան հարսնաքույրն էր, լաց լինելով ուրախությունից ամբողջ արարողության ընթացքում։ Պետրոսը, քավորը, հուզիչ ելույթ ունեցավ այն մասին, թե ինչպես է ճշմարիտ սերը։ Միշտ ճանապարհ գտնում։ Եվ երբ Մարիամը Ռուբենը փոխանակեցին երդումներ, դրանք ավանդական երդումներ չէին։ Դրանք խոստումներ էին, որոնք նրանք տվել էին միմյանց տարիների ընթացքում, հիմա բարձրաձայն ասված բոլորի լսելու համար։ Ես խոստանում եմ լինել քո կողքին, ասաց Մարիամը, բռնելով Ռուբենի ձեռքերը, հեշտ դժվար օրերին։ Խոստանում եմ աջակցել քեզ քո երազանքներում, մխիթարել քեզ քո ցավերում, սիրել քեզ իմ էության յուրաքանչյուր մասով։ Դու փոխել ես իմ կյանքը, ես ընտրում եմ շարունակել այս ճանապարհը քեզ հետ, ամեն օր։ Ռուբենը, արցունքները հոսում էին դեմքից, պատասխանեց. Ես խոստանում եմ լինել քո ապահով նավահանգիստը, քո ամենամեծ աջակիցը, քո լավագույն ընկերը։ Խոստանում եմ քեզ հետ մեծացնել մեր դստերը, կառուցել մեր երազանքները, երբեք չդադարել ընտրել քեզ։ Դու ինձ սովորեցրել ես, թե ինչ է նշանակում իսկապես սիրել, ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, դրա համար երախտապարտ լինելով։ Երբ հոգորականը նրանց ամուսին կին հայտարարեց, բոլորը վեր կացան ծափահարեցին։ Եվ երբ Մարիամը Ռուբենը համբուրվեցին, դա տարիների կուտակված սիրով էր, միասին հաղթահարված բոլոր մարտերով, համատեղ ապագայի բոլոր խոստումներով։ Երեկույթը դեց մինչ ուշ։ Կար պար, ծիծաղ, պատմություններ, պատմված վերապատմված։ Սիլվան այնտեղ էր, հիմա անկեղծ ընկերուհի, անկեղծ ժպիտով կենաց անելով զույգին։ Կարինեն, գործընկերը, լաց էր լինում ամբողջ ընթրիքի ընթացքում, հուզված իր ընկերուհու ճանապարհից։ Եվ երբ երեկոն ավարտվեց, Մարիամը Ռուբենը բարձրացան հյուրանոցի սենյակ, գրկին տանելով արդեն քնած Սոֆիին։ Նրանք դրեցին նրան շարժական մահճակալում, ապա շրջվեցին միմյանց դեմ։ Ամուսին, ասաց Մարիամը, փորձելով բառը։ Կին, պատասխանեց Ռուբենը, ժպտալով։ Եվ հետո նրանք ծիծաղեցին, որովհետև ամեն ինչից հետո էլ այդ բառերում դեռ կախարդական բան կար։ Նրանք պառկեցին մահճակալին, գրկախառնված, լսելով Սոֆիի մեղմ շնչառությունը հարան սենյակում։ Եվ Մարիամը մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ գիշերվանից ի վեր, տարիներ առաջ, երբ մի գեղեցիկ անծանոթ ներկայացել էր որպես իր ընկերը, իրեն անհարմարությունից փրկելու համար։ Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այդ իմպուլսիվ ժեստը կհանգեցներ դրան։ Ընտանիքի իրական սիրո մի կյանքի, որը նա նույնիսկ չգիտեր, որ ցանկանում էր, մինչ որ գտավ այն։ Ռուբեն, նա շշնջաց մթության մեջ։ Շնորհակալություն այդ ստի համար։ Ռուբենը մեղմորեն ծիծաղեց, համբուրելով նրա ճակատը։ Դա իմ երբե ասած լավագույն սուտն էր։ Հետագա տարիները լի էին փոփոխություններով։ Սոֆին մեծացավ, դառնալով խելացի եռանդուն երեխա։ 5 տարեկանում նա արդեն ցույց էր տալիս մոր սուր խելքի հոր գեղարվեստական ստեղծագործականության նշաններ։ Ժամեր էր անցկացնում Ռուբենի հետ երակայական տներ նկարելով, սիրում էր ուիկենդներին Մարիամի հետ գրասենյակ գնալ, ծածնելով, թե կարոր փաստաբանը իր խաղալիք ակնոցներով ծննդյան օրը ստացած պանակով։ Մարիամը գտել էր կարիերայի մայրության միջ նուրբ հավասարակշռություն։ Դա կատարյալ չէր, երբեք էլ չէր լինի, բայց աշխատում էր։ Նա կրճատել էր իր աշխատանքային բեռը, կենտրոնանալով այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր էին, որոնք տարբերություն էին ստեղծում։ Ռուբենը նույնպես կարգավորել էր իր առօրյան, մերժելով այն նախագծերը, որոնք նրան երկար ժամանակ հեռու կպահեին։ Նրանք սովորել էին, որ ժամանակը ամենաթանկարժեք բանն էր, ընտրում էին այն խելամտորեն ծախսել։ Մի օր, հարսանիքից 3 տարի անց, Մարիամը հայտնաբերեց, որ նորից հղի է։ Լուրը անակնկալ էր, բայց այս անգամ խուճապ չկար։ Միայն մաքուր ուրախություն։ Նրանք պատմեցին Սոֆիին, ով 5 տարեկանում ուրախացավ ավագ քույր լինելու գաղափարից։ Երկրորդ հղիությունն ավելի հանգիստ էր, քան առաջինը։ Մարիամը գիտեր, թե ինչ էր սպասելու, նրա մարմինն ավելի լավ էր արձագանքում։ Ռուբենն էլ ավելի էր ներկա, եթե հնարավոր էր, մասնակցում էր յուրաքանչյուր այցելության, յուրաքանչյուր պահի։
Երբ Գաբրիելը ծնվեց, դա գարնանային արոտ կեսօր էր։ Ծննդաբերությունը արագ էր, գրեթե հանգիստ, երբ Մարիամն առաջին անգամ գրկեց իր որդուն, զգաց սիրո նույն պայթյունը, ինչ զգացել էր Սոֆիի հետ, բայց նա տարբեր։ Որովհետև հիմա նա գիտեր։ Գիտեր, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ էր, որ սերը չէր բաժանվում, այլ բազմապատկվում էր։ Սոֆին հիվանդանոց գնաց հաջորդ օրը, Ջուլիայի Պետրոսի ուղեկցությամբ։ Երբ առաջին անգամ տեսավ իր փոքրիկ եղբորը, նրա աչքերը լցվեցին ուրախության արցունքներով։ Նա մեղմորեն դիպավ Գաբրիելի փոքրիկ ձեռքին, ասաց, 5 տարեկան երեխայի ամբողջ լրջությամբ. Ես քեզ կպաշտպանեմ, հավերժ։ Ռուբենը Մարիամը նայեցին միմյանց, սրտերը լի սիրով։ Կյանքը երկու երեխաների հետ քաոսային էր։ Կային օրեր, երբ Մարիամը մտածում էր, թե ինչպես կարող էին ամեն ինչ հաղթահարել։ Բայց նրանց շուրջը կար աջակցության ցանց։ Ջուլիան Պետրոսը, ովքեր վերջապես կարողացել էին իրենց սեփական երեխան ունենալ, Լուկասը, Գաբրիելից 1 տարի անց։ Ընտանիքները միշտ ներկա։ Ընկերները պատրաստ օգնելու։ Եվ ամենից առաջ կար Մարիամի Ռուբենի գործընկերությունը։ Նրանք կառուցել էին ինչ-որ ամուր բան, հիմնված հաղորդակցության, հարգանքի անվերապահ սիրո վրա։ Երբ մեկը ծանրաբեռնված էր, մյուսը ստանձնում էր։ Երբ մեկը թուլանում էր, մյուսը պահում էր։ Նրանք թիմ էին, բառի ամենաջշգրիտ իմաստով։ Բայց կյանքը միշտ չէր հեշտ։ Կային ճգնաժամային պահեր։ Ինչպես այն ժամանակ, երբ Մարիամի գրասենյակը դժվար վերակազմավորում անցավ, նա ստիպված էր պայքարել իր դիրքը պահպանելու համար։ Կամ երբ Ռուբենը կորցրեց կարևոր պայմանագիր, որը ամիսներ կպահանջեր փոխարինելու համար։ Կամ երբ Սոֆին ստիպված էր հոսպիտալացվել թոքաբորբի պատճառով, նրանք անքուն գիշերներ անցկացրին նրա մահճակալի կողքին։ Յուրաքանչյուր մարտահրավեր նրանց փորձում էր տարբեր ձերով։ Բայց յուրաքանչյուր մարտահրավեր նա ուժեղացնում էր նրանց։ Նրանք սովորեցին, որ ճշմարիտ սերը միայն երջանիկ պահերը չէր։ Դա նա փոթորիկների ժամանակ միմյանց ձեռքը բռնելն էր։ Դա անհրաժեշտության դեպքում միասին լաց լինելն էր։ Դա ուժ գտնելն էր միմյանց մեջ, երբ սեփականը սպառվում էր։ Երբ Սոֆին լրացավ 8 տարեկան, իսկ Գաբրիելը 3, Ռուբենը մի գաղափար ուներ։ Նա ուզում էր ընդլայնել իր բիզնեսը, բացել ճարտարապետական ընկերություն, կենտրոնացած կայուն մատչելի նախագծերի վրա։ Դա հին երազանք էր, բայց որը միշտ չափազանց հեռու, չափազանց ռիսկային էր թվում։ Մի գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, նա գաղափարը պատմեց Մարիամին։ Նա նստած էր բազմոցին, վերանայելով աշխատանքային փաստաթղթերը, երբ նա ավարտեց խոսելը, նա երկար լռեց։ Դա ռիսկային է, ասաց նա վերջապես։ Դա կպահանջի ներդրումներ, ժամանակ, ջանքեր։ Ես գիտեմ, Ռուբենը նստեց նրա կողքին։ Եվ հասկանում եմ, եթե կարծում ես, որ հիմա ճիշտ ժամանակը չէ։ Մենք երեխաներ ունենք, հաշիվներ, պատասխանատվություններ։ Մարիամը փակեց նոթբուքը, շրջվեց դեպի նրան։ Ռուբեն, այն օրվանից, երբ քեզ ճանաչեցի, դու միշտ խոսել ես տարբերություն ստեղծելու մասին։ Մարդկանց կյանքը բարելավող տարածքներ ստեղծելու մասին։ Սա քո երազանքն է։ Եվ ես ուզում եմ քեզ աջակցել։ Բայց ինչ, եթե սխալվի։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Ապա մենք ինչ-որ բան կանենք։ Միասին։ Ինչպես միշտ արել ենք։ Ռուբենը գրկեց նրան, անասելի երախտապարտ։ Ես չգիտեմ, ինչ եմ արել քեզ արժանանալու համար։ Մարիամը ծիծաղեց։ Դու ինձ փրկեցիր այդ հարպիաներից հարսանիքին, հիշում ես։ Կարծում եմ, դա լավ սկիզբ էր։ Նրանք ընկերությունը հիմնեցին 6 ամիս անց։ Դա հյուծիչ գործընթաց էր։ Կային անքուն գիշերներ, ֆինանսական խնդիրներ, կասկածի պահեր։ Բայց Մարիամը Ռուբենի կողքին էր յուրաքանչյուր քայլին, օգնելով իրավական մասով, ռազմավարությամբ, հուզական աջակցությամբ։ Եվ դանդաղորեն, բիզնեսը սկսեց աճել։ Առաջին մեծ նախագիծը բնակելի համալիր էր Երանի կարիքավոր համայնքներից մեկում։ Ռուբենն անխոնջ աշխատում էր, ստեղծելով գեղեցիկ, ֆունկցիոնալ կայուն տներ, որոնք ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ։ Երբ նախագիծն ավարտվեց, նա տեսավ, թե ինչպես էին ընտանիքները տեղափոխվում, ժպիտներով դեմքերին երախտագիտության արցունքներով, նա իմացավ, որ գտել է իր նպատակը։ Մարիամը նույնպես փոփոխություններ էր կրել իր կարիերայում։
Նա որոշեց ավելի շատ կենտրոնանալ մարդու իրավունքների pro bono գործերի վրա, օգտագործելով իր փորձը դիրքը նրանց օգնելու համար, ովքեր ամենից շատ կարիք ունեին։ Դա այնքան լավ չէր վճարվում, որքան կորպորատիվ գործերը, բայց բավարարվածությունն անհամեմատելի էր։ Սոֆին Գաբրիելը մեծանում էին, յուրաքանչյուրն իր սեփական անձնավորությունը զարգացնելով։ Սոֆին ուսումնասիրող էր, հարցասեր, միշտ գիրքը ձեռքին։ Գաբրիելը արվեստասեր էր, ստեղծագործ, ժամեր էր անցկացնում նկարելով, բլոկներով բաներ կառուցելով։ Նրանք վիճում էին, ինչպես եղբայրներն են վիճում, բայց նա խորը կապ ունեին, պաշտպանելով, աջակցելով միմյանց։ Ընտանեկան արձակուրդները սուրբ ավանդույթ դարձան։ Ամեն տարի նրանք տուն էին վարձում Սանի ափին, 2 շաբաթ անցկացնում էին անջատված աշխարհից։ Ջուլիան, Պետրոսը, Լուկասը միշտ միանում էին նրանց, այդ շաբաթները լի էին ծիծաղներով, խաղերով, խարույկի շուրջ պատմություններով։ Հենց այդ արձակուրդներից մեկում, երբ Սոֆին 10 տարեկան էր, իսկ Գաբրիելը 5, տեղի ունեցավ մի զրույց, որը խորը հետք թողեց Մարիամի վրա։ Նրանք Սանի ափին էին, դիտելով, թե ինչպես էին երեխաները խաղում ավազի վրա, երբ Սոֆին մոտեցավ։ «Մայրիկ, կարող եմ քեզ մի բան հարցնել»։ «Իհարկե, սիրելիս»։ Սոֆին վարանեց, կարծես բառերն էր ուշադիր ընտրում։ Ինչպես իմացար, որ հայրիկն ճիշտ մարդն էր։ Մարիամը նայեց Ռուբենին, ով օգնում էր Գաբրիելին ավազե ամրոց կառուցել, ժպտաց։ Երկար պատմություն է։ Ես ժամանակ ունեմ։ Ապա Մարիամը պատմեց Ջուլիայի հարսանիքի մասին, չար կանանց մասին, թե ինչպես Ռուբենը հայտնվել էր ձացրել, թե իր ընկերն է։ Թե ինչպես այդ սուտը վերածվեց իրական բանի։ Սոֆին լսում էր, հմայված։ Ուրեմն դուք սկսել եք ձացնելով։ Սկսեցինք։ Բայց այն, ինչ զգացինք, արագորեն շատ իրական դարձավ։ Եվ դուք երբեք չեք զղջացել։ Այդպես ծանոթանալու համար։ Մարիամը բռնեց դստեր ձեռքը։ Երբեք։ Որովհետև այն ձը, թե ինչպես ենք ծանոթացել, այնքան էլ կարևոր չէ, որքան այն, ինչ հետո կառուցեցինք։ Եվ մենք կառուցեցինք գեղեցիկ ընտանիք։ Մենք կառուցեցինք միասին կյանք։ Մենք կառուցեցինք ճշմարիտ սեր։ Սոֆին ժպտաց, այն ժպիտը, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Ես կարծում եմ, գեղեցիկ է։ Դա հեքիաթի պես է։ Ավելի լավ է, քան հեքիաթը։ Որովհետև դա իրական է։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Մարիամը Ռուբենը քայլեցին Սանի ափով, լուսնի լույսի տակ։ Ալիքների ձայնը հանգստացնող էր, օդը լի էր ծովի աղի բույրով։ Սոֆին այսօր ինձ հարցրեց, թե ինչպես իմացա, որ դու ճիշտ մարդն էիր, ասաց Մարիամը։ Եվ ինչ պատասխանեցիր։ Ճշմարտությունը պատմեցի։ Ամբողջը։ Ռուբենը ժպտաց։ Եվ ինչ կարծեց նա։ Ռոմանտիկ համարեց։ Ռուբենը դադարեց քայլել, շրջվեց դեպի նրան։ Դու գիտեիր։ Այդ առաջին գիշերվանից ի վեր։ Ինչ գիտեիր։ Որ ես սիրահարված էի քեզ։ Մարիամը մի պահ մտածեց։ Կարծում եմ, իմ մի մասը գիտեր։ Բայց շատ էի վախենում հավատալուց։ Նա դիպավ նրա դեմքին։ Դու միշտ չափազանց լավն էիր, որպեսզի ճիշտ լիներ։ Ռուբենը ծիծաղեց։ Ես խառնաշփոթ եմ։ Թաց սրբիչներ եմ թողնում հատակին, մոռանում եմ ծննդյան օրերը, մոլեգնում եմ նախագծերով, մոռանում եմ աշխարհի մնացած մասը։ Բայց դու նա շուտ ես արթնանում նախաճաշ պատրաստելու համար։ Թողնում ես քնքուշ գրառումներ տան շուրջը։ Գրկում ես երեխաներին, երբ նրանք մղձավանջներ են տեսնում։ Եվ ինձ սիրում ես այնպես, ինչպես երբեք չէի կարծում, որ հնարավոր է, Մարիամը մոտեցավ, ձեռքերը դնելով նրա պարանոցին։ Դու իմ կյանքում երբեք տեղի ունեցած լավագույն խառնաշփոթն ես։ Նրանք համբուրվեցին այնտեղ, Սանի ափին, լուսնի տակ, դա կարծես առաջին անգամ նորից համբուրվել լիներ։ Միշտ կար այն կայծը, այն կապը, այն սերը, որը կարծես ամեն օր աճում էր։ Տարիները շարունակեցին անցնել։ Սոֆին գերազանցությամբ ավարտեց ավագ դպրոցը, ընդունվելով ԵՊ իրավաբանություն սովորելու, հետելով մոր քայլերին։ Գաբրիելը երաժշտության հանդեպ գիրք հայտնաբերեց, ժամեր անցկացնելով կիթառ նվագելով։ Ռուբենի ընկերությունը ընդլայնվեց այլ քաղաքներ, միշտ պահպանելով կայուն մատչելի նախագծերի վրա կենտրոնացումը։ Մարիամը հրատարակեց մարդու իրավունքների մասին գիրք, որը ոլորտում հղման կետ դարձավ։
Բայց բոլոր մասնագիտական նվաճումների մեջ նրանք երբեք չմոռացան, թե ինչն էր իսկապես կարևոր։ Ընտանեկան երեկոները, որոնք շարունակում էին սուրբ լինել։ Ամենամյա ճանապարհորդությունները, հիմա արդեն գրեթե չափահաս երեխաների հետ։ Կյանքի, սիրո, ապագայի մասին խորը զրույցները։ Գրկախառնությունները, որոնք միշտ բուժում էին ցանկացած վերք։ Կային նա դժվար պահեր։ Ինչպես այն ժամանակ, երբ Ռուբենի մայրը հիվանդացավ, նրանք ստիպված էին ժամանակը բաժանել աշխատանքի, երեխաների խնամքի մեջ։ Կամ երբ Մարիամը անցավ այրման շրջանով ստիպված էր թերապիա անել, հավասարակշռությունը վերականգնելու համար։ Կամ երբ Սոֆին դպրոցում բուլինգի բախվեց, կարիք ուներ ծնողների անվերապահ աջակցությանը հաղթահարելու համար։ Յուրաքանչյուր մարտահրավեր նրանց նոր բան էր սովորեցնում։ Համբերություն, դիմացկունություն, օգնություն խնդրելու կարողությունը, իրենց մասին հոգ տանելու անհրաժեշտությունը ուրիշների մասին հոգ տանելու համար։ Ջուլիայի հարսանիքից 15 տարի անց Մարիամը Ռուբենը նորից երդվեցին։ Դա Սոֆիի Գաբրիելի գաղափարն էր, ովքեր ուզում էին հատուկ ձով նշել ծնողների սերը։ Նրանք անակնկալ արարողություն կազմակերպեցին նույն սանի ափին, որտեղ ծնողներն ամուսնացել էին։ Երբ Մարիամը Ռուբենը հասան, մտածելով, թե դա պարզապես ընտանեկան ճաշ կլինի, գտան բոլոր ընկերներին ընտանիքի անդամներին հավաքված։ Ջուլիան այնտեղ էր, ինչպես միշտ լաց լինելով։ Պետրոսը, հպարտ ժպտալով։ Երեխաները, էլեգանտ հագնված, բռնած մի պաստառ, որի վրա գրված էր 15 տարվա ճշմարիտ սեր։ Մարիամը անմիջապես սկսեց լաց լինել։ Ռուբենը գրկեց նրան, նույնպես հուզված։ Սոֆին մոտեցավ, բռնելով ծնողների ձեռքերը։ Դուք մեզ սովորեցրել եք, թե ինչ է ճշմարիտ սերը։ Եվ մենք ուզում էինք դա նշել։ Նշել ձեզ։ Արարողությունը մտերմիկ էր հուզիչ։ Այս անգամ պաշտոնական։ Երդումներ չկային։ Միայն կիսված հիշողություններ, ընկերների կողմից պատմված պատմություններ, ծիծաղ արցունքներ։ Եվ երբ Մարիամի Ռուբենի հերթը հասավ խոսելու, նրանք շրջվեցին միմյանց դեմ։ 15 տարի առաջ, սկսեց Մարիամը, ձայնը խեղդված, դու մտար իմ կյանք միստով։ Եվ այդ սուտը վերածեցիր ամենագեղեցիկ ճշմարտության, որը երբե ապրել եմ։ Դու ինձ սովորեցրել ես սիրել առանց վախի, վստահել առանց վերապահումների, կառուցել կյանք, որն արժե ապրել։ Եվ ես կընտրեի քեզ ամեն օր, հավերժ։ Ռուբենը բռնեց նրա ձեռքերը, արցունքները ազատորեն հոսում էին։ Դու ինձ փրկեցիր, Մարիամ։ Ինձնից, իմ վախերից, առանց նպատակի կյանքից։ Դու ինձ ընտանիք տվեցիր։ Ինձ սեր տվեցիր։ Ինձ ամեն ինչ տվեցիր։ Եվ ես խոստանում եմ շարունակել սիրել քեզ, աջակցել քեզ, ընտրել քեզ, իմ մնացած ամեն օրը։ Նրանք համբուրվեցին, շուրջ բոլորը ծափահարեցին։ Սոֆին Գաբրիելը վազեցին գրկելու ծնողներին, այնտեղ այդ պահին, շրջապատված սիրով ուրախությամբ, Մարիամը հասկացավ, որ իր կյանքը դարձել էր այն ամենը, ինչ նա երբեք չգիտեր, որ ուզում էր։ Երեկույթը տեց մինչ մայրամուտ։ Կար երաժշտություն, պար, համեղ ուտելիք։ Երեխաները վազում էին սանի ափով, մեծահասակները զրուցում ծիծաղում էին, Մարիամը Ռուբենը մնացին ամեն ինչի կենտրոնում, դիտելով այն կյանքը, որը նրանք միասին էին կառուցել։ Երբ գիշերը իջավ, աստղերը սկսեցին հայտնվել, Ռուբենը Մարիամին տարավ սանի ափով զբոսնելու։ Նրանք ձեռք ձեռքի տված քայլում էին, հարմարավետ լռության մեջ, մինչ հասան ավելի հեռու մի կետի։ Հիշո՞ւմ ես այդ առաջին գիշերը, հարցրեց Ռուբենը։ Երբ ես համբուրեցի քեզ բոլորի առջ։ Մարիամը ծիծաղեց։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դու ինձ անխոս թողեցիր։ Ես այնքան նյարդային էի, Ռուբենը գլուխը թափահարեց, հիշողությունից ժպտալով։ Կարծեցի, որ դու ինձ ապտակելու ես։ Գրեթե ապտակեցի, Մարիամը գլուխը դրեց նրա ուսին։ Բայց հետո հասկացա, որ դու ինձ փրկել էիր։ Այնպես, ինչպես նույնիսկ չգիտեի, որ կարիք ունեի։ Նրանք կանգ առան, շրջվեցին միմյանց դեմ, ալիքները մեղմորեն կոտրվում էին նրանց հետում։ Եթե կարողանայի ժամանակի մեջ հետ գնալ, ասաց Ռուբենը, ամեն ինչ նույնությամբ կանեի։ Յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր սխալ։ Որովհետև դրանք բոլորը ինձ այստեղ բերեցին։ Քեզ մոտ։ Մարիամը դիպավ նրա դեմքին, աչքերը լի սիրով։ Ռուբեն Մանուկյան, դու իմ երբեք կայացրած լավագույն որոշումն ես։
Իմ կյանքի լավագույն անակնկալը։ Իմ կատարած լավագույն սխալը։ Եվ հետո նրանք համբուրվեցին, ինչպես 1000 անգամ արել էին նախկինում, բայց այս անգամ 15 տարվա պատմության ամբողջ ծանրությամբ, միասին հաղթահարված մարտերով, օրեցօր մշակված սիրով։ Երբ վերադարձան երեկույթին, գտան Սոֆիին Գաբրիելին իրենց սպասելիս։ Երեխաները մարշմելլոու էին բռնած, պատրաստ խորովելու իրենց հավաքած խարույկի վրա։ Գնանք, հարցրեց Սոֆին, ժպտալով։ Մարիամը նայեց իր ընտանիքին, սիրտը այնքան լի սիրով, որ թվում էր անհնար է տեղավորել իր կրծքավանդակում։ Գնանք։ Նրանք նստեցին խարույկի շուրջը, երեխաները վիճում էին, թե ով կարող էր լավագույն մարշմելլոուն պատրաստել։ Ջուլիան Պետրոսը միացան նրանց, Լուկասը նույնպես, բոլորը ծիծաղում էին պատմություններ պատմում։ Եվ այդ պահին, աստղերի տակ շրջապատված բոլոր նրանցով, ում սիրում էր, Մարիամը հասկացավ, որ գտել էր մի բան, որը շատերը ամբողջ կյանքն են անցկացնում փնտրելով։ Նա գտել էր իր տեղը, իր նպատակը, իր ճշմարիտ սերը։ Տարիները շարունակեցին անցնել, բերելով նոր ուրախություններ, նոր մարտահրավերներ։ Սոֆին գերազանցությամբ ավարտեց ավագ դպրոցը, ընդունվելով ԵՊ իրավաբանություն սովորելու, հետելով մոր քայլերին։ Գաբրիելը թողարկեց իր առաջին ալբոմը, սիրո, ընտանիքի պատկանելության մասին երգերի հավաքածու։ Ջուլիան Պետրոսը տատ ու պապ դարձան, երբ Լուկասը ունեցավ իր առաջին երեխային։ Եվ Մարիամը Ռուբենը, հիմա արդեն մոխրագույն մազերով պատմություններ պատմող կնճիռներով, շարունակեցին միասին լինել, ավելի ուժեղ, քան երբևէ։ Նրանք նա տատ ու պապ դարձան, երբ Սոֆին հայտարարեց իր հղիության մասին։ Եվ երբ Մարիամն առաջին անգամ գրկեց իր թոռնուհուն, զգաց, որ շրջանը լրացել է։ Սերը, որը նա ստացել էր, որը նա մշակել էր, հիմա բազմապատկվում էր նոր սերնդի համար։ Մի հանգիստ կեսօր, շատ տարիներ անց այդ առաջին գիշերվանից, Մարիամը Ռուբենը նստած էին իրենց սանի ափի տան պատշգամբում, դիտելով մայրամուտը։ Երեխաները, հիմա արդեն չափահաս, ներսում էին իրենց սեփական զուգընկերների երեխաների հետ։ Ծիծաղի զրույցների ձայնը հասնում էր նրանց։ Երջանիկ ես, հարցրեց Ռուբենը, ինչպես շատ անգամ հարցրել էր տարիների ընթացքում։ Մարիամը նայեց նրան, այն մարդուն, ով եղել էր իր խարիսխը, իր ապահով նավահանգիստը, իր լավագույն ընկերը, ամենամեծ սերը։ Նրա աչքերի շուրջ կնճիռները խորացան, երբ նա ժպտաց, նա մտածեց, որ նա երբեք այդքան գեղեցիկ չէր եղել։ Ավելի, քան երբեք պատկերացնում էի, որ հնարավոր է, պատասխանեց նա։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը, միահյուսելով իրենց մատները, ինչպես հազարավոր անգամներ արել էին։ Շնորհակալություն։ Ինչի՞։ Համար։ Ինձ վստահելու համար։ Ինձ հնարավորություն տալու համար։ Այս կյանքը ինձ հետ կառուցելու համար։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը։ Շնորհակալություն այդ գիշեր ինձ փրկելու համար։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ամեն օր ինձ փրկելը շարունակելու համար։ Նրանք այդպես մնացին, ձեռք ձեռքի տված, դիտելով, թե ինչպես էր արը անհետանում հորիզոնում, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Եվ այդ հարմարավետ լռության մեջ, այդ ընդհանուր խաղաղության մեջ էր նրանց կյանքի ամենախորը ճշմարտությունը։ Ճշմարիտ սերը մի պահ չէր։ Դա մեծ հայտարարություն կամ դրամատիկ ժեստ չէր։ Դա սա էր։ Դա տասնամյակներ շարունակ միասին լինելուց հետո կողք կողքի նստելն էր, դեռս միմյանց ներկայության մեջ հարմարավետություն գտնելը։ Դա յուրաքանչյուր թերություն, յուրաքանչյուր անկատարություն իմանալն էր, մի նույն է սիրելը։ Դա ամեն օր կառուցելն էր մի կյանք, որն արժե ապրել։ Երբ արը վերջապես մայր մտավ, աստղերը սկսեցին հայտնվել, նրանք ձեռք ձեռքի տված մտան ներս։ Տունը լի էր սիրով, ծիծաղներով, կյանքով։ Նրանց երեխաները, հիմա արդեն չափահաս, այնտեղ էին։ Նրանց թոռները վազվզում էին տարածքում։ Ընկերները, ովքեր ընտանիք էին դարձել, հավաքված էին։ Եվ Մարիամը, դիտելով այդ ամենը, մտածեց այն կնոջ մասին, ով եղել էր այդ գիշեր Ջուլիայի հարսանիքին։ Միայնակ, անապահով, պաշտպանելով իր սիրտը։ Նա ուզում էր ժամանակի մեջ հետ գնալ ասել այդ կնոջը, որ ամեն ինչ լավ կլինի։ Ավելի քան լավ։ Դա արտակարգ կլիներ։ Որովհետև երբեմն կյանքի լավագույն բաները սկսվում են մի ստով, որը վերածվում է ճշմարտության։ Մի անծանոթի հետ, ով ընտանիք է դառնում։ Մի սխալով, որը բացահայտվում է որպես բոլոր ճիշտերի մեջ ամենաճիշտը։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը Մարիամին հարցնում էր, թե ինչպես էր գտել ճշմարիտ սերը, նա ժպտում էր, նայում էր Ռուբենին, ասում այն բառերը, որոնք դարձել էին նրա պատմությունը։
Դա պարզապես սխալ էր։ Իմ կատարած լավագույն սխալը։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Ռուբենի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք սիրո փոխակերպման ընտանիքի այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որն է եղել այն պահը, որն ամենաշատն է ձեզ տպավորել։ Արդյոք դա այն համբույրն էր, որով ամեն ինչ սկսվեց։ Երեխաների գալուստը։ Երթումների նորացումը։ Կամ միգուցե այն վերջնական հաղորդագրությունը, թե ինչ է նշանակում կառուցել ճշմարիտ սեր։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ սերը կարող է փոխակերպել կյանքեր, բուժել վերքեր։ Պատմություններ, որոնք հիշեցնում են մեզ, որ երբեք ուշ չէ բացել սիրտը, որ երբեմն լավագույն սերերը սկսվում են ամենաանսպասելի վայրերում, որ իսկական երջանկությունը կայանում է ամեն օր կառուցելու մեջ, կյանք նրա կողքին, ով իսկապես կարոր է։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ հավատալ ճշմարիտ սիրո ուժին։ Մինչ շուտով։